Հիսուս, հեռարձակվելով քո խոսքը, Տեր, իրականից դու փրկում ես հոգիներ, նորոգում ես մարդկանց սրտեր, բժշկում ես մարմիններ։ Հայր, շնորհակալ եմ, որ սա մի գործիք է, որ դու գործածում ես։ Ես ոչ մեկն եմ այս ամենի մեջ, Տեր, ընդամենը անոթ, որ հոժարվեցի, համաձայնվեցի, որ դու իմ մեջ ու իմ միջոցով գործես։ Տեր, խնդրում եմ այսօր էլ, թող խոսքը թևավոր թռչնի պես հասնի այն հեռավոր տեղերում, որտեղ անգամ ծրագիր, նպատակ չունեին հոգևոր հաղորդում լսելու, բայց Տեր, քո խոսքը թող մխրճվի, թող հետաքրքրությունները շարժվի, Տեր, թող պատահականության իրենց համար սկզբունքով, բայց քեզ համար հավիտյան նախասահմանված իրական ճշմարտությունով խոսքդ հասնի իրենց ոչ միայն ականջներին, այլ սրտերին։ Աղոթում եմ, Տեր, խոսքից զորությունը հասնելու սրտերին, աղոթում եմ, Տեր, որպեսզի խոսքդ փոխի հայ ժողովրդին, հայախոս մարդկանց, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, Տեր։ Շնորհակալ եմ, որ ինձ կանչել ես հայերի մեջ, շնորհակալ եմ, որ ինձ հայ ես, Տեր, որպես ազգություն նվիրել եւ ինձ որպես այդպիսին ստեղծել։ Շնորհակալ եմ, Աստված, որ մեր երկրի համար սահմաններ ես դրել, Տեր, շնորհակալ եմ, որ մեզ պետականություն ու դրոշ ես տվել։ Սիրելի Հիսուս, գնահատում եմ այն ամեն ինչ, որ անում ես ազգիս մեջ եւ խնդրում եմ, որ ազգս ճանաչի քեզ, Տեր, եւ թող դրա փոքրիկ մի մասնիկը լինեմ ես, Տեր։ Մի փոքրիկ նպաստ բերեմ, Տեր, մի փոքրիկ օգուտ, Տեր, որպեսզի անեմ այն ինչ որ դու ես ուզում։ Աստված ամենակարող, թող այսօր էլ խոսքը ջախջախի սատանայի բոլոր կառուցած բերդերը, ովքեր այսօր բռնված են, դիվահար են, ովքեր այսօր վախով, մտքի տագնապներով ու հարձակումներով, Սուրբ Հոգի, դու գիտես բոլորի կարիքը։ Ես ոչ մեկն եմ ու ոչինչ չգիտեմ, դու ամենն ես ու ամեն բան գիտես։ Հանձնվում եմ քեզ ու միայն քեզ։ Վստահում եմ քեզ ու միայն քեզ։ Շնորհակալ եմ, Տեր, որ քեզ գործակից ես դարձրել Հիսուսի անունով։ Ամեն։ Հալելույա։ Այսօր թող մեր հավատքը աճի, Տեր։ Այսօր թող մեր հավատքը աճի, Տեր։ Թող այս եթերը լինի իսկապես հավատքի խոսք փոխանցող, տկարին զորացնող, ընկածին բարձրացնող, հիվանդին բժշկող, անմիտին իմաստություն փոխանցող, Տեր, այս եթերը թող շատ բան փոխի Հիսուսի անունով։ Ամեն։ Բարդ Տիրոջը, սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր էլ ունենք առիթ Տիրոջը խոսքը բաժնեկցելու, կիսվելու, թող իրականից Աստված գործի փառավոր կերպով, աղոթքս է, որ Տերը ամեն մեկիս համար անհատապես խոսի։ Գիտեք ինչն է ինձ համար միշտ զարմանալի եւ միշտ փառավոր, որ խոսնակը կարա լինի մեկը, ենթադրենք այսօրում, երբ որ նայում էի արթնության շրջան եւ մի զորավոր իսկապես ավետարանիչ, որը քարոզում է մինչեւ 2.5 միլիոն մարդկանց, աղոթող լինենք, որ հնարավոր է այդ մարդուն անգամ Հայաստան հրավիրենք, մեր երկրում ծառայի, տեսնենք, Աստծո կամքը թող լինի։ Ու ես նայում եմ այդ մարդուն ու ասում եմ, լավ, մեկ մարդ իր մտքի մեջ Սուրբ Հոգուց առաջնորդված ունի քարոզում է 2.5 միլիոն մարդկանց կարիքները խիստ տարբեր են։ Ընտանիքի մեջ 3 հոգի են լինում, 3-ն էլ տարբեր հայացքներ, նայվածներ, նախասիրություններ, կարիքներ ունեն։ Թվում է թե նույն տունն է, նույն ընթացքն է, աշխատավարձը, կոմունալ է, ամեն ինչ մեկ է, բայց տարբեր են։ Ոնց կարա մեկ խոսքը բավարարի այդ միլիոններին։ Հենց սա է Սուրբ Հոգու գործը։ Ես մեկն եմ, որպես այսօր խոսնակ քարոզիչ, դուք շատ եք ու տարբեր եք ու սա միգուցե տարիներով կպտտվի այս падգամը, բայց Սուրբ Հոգին ինչ հետարքիր, ինչ նրբանկատ է գործում, ինքը գիտի քո կարիքը ու կխոսի քո կարիքին։ Եթե այսօր ես անգամ չխոսեմ, ինչ ասեմ, քո հիվանդության մասին կամ վերջապես քո կարիքի մասին, բառացի չասեմ, բայց այս падգամի մեջ Սուրբ Հոգին գտնի քեզ հարմար մի խոսք ու դա կլինի քո հարցի պատասխանը։ Փառք ամենակարող Աստծուն, որ ինքը իր խոսքի միակ մատակարարն է։ Մենք ընդհանրապես գործիքներ ենք, քարոզում ենք, երբեմն երևակայում ենք, հայտնություն, բոլոր հայտնությունները պատկանում են նրան։ Բոլոր խոսքի գերազանցությունը պատկանում է նրան, ով հեղինակն է եւ ինքն է խոսք ու խոսք Աստված է։ Հիշիր, այս խոսքը նրանից է եկել ու դեպի նրան է գնում։ Այս խոսքը երբեք պարապ չի ելել ու առանց գործի հետ չի վերադառնա։ Եթե նա խոսել է օրհնություն, կգա ու կշինի օրհնություն, եթե նա խոսել է դատապարտություն, եթե նա խոսել է պատիժ, եթե նա խոսել է անեց կամ օրհնություն, ինչ էլ որ խոսի, միանշանակ դա կատարվի։ Երանի իմ ու քո կյանքում Աստված խոսի ողորմություն, պաշտպանություն, օրհնություն, պտղաբերություն,
թող Սուրբ Հոգին շարժվի։ Սիրտս ուրախ է, մխիթարված է, որ կարող եմ ոտքերից վրա դեռ կանգնել ու Աստծո խոսքը խոսել։ Ամեն օրը նվեր է, ամեն օրը պարգև է։ Այսօր էլ երբ որ առավոտյան արթնացանք, Երևանից շատ հեռու ենք տիկնոջս հետ եւ մի քանի քաղաքներում եղանք քաջալերանքի համար, հաղորդակցության համար եւ գիտես շնորհակալություն հայտնեցինք, որ Տեր շնորհակալ ենք, որ այսօր էլ ապրում ենք, շնորհակալ ենք, որ այսօր էլ պիտանի ենք, շնորհակալ ենք, որ այսօր էլ կանք ու քո գործի մեջ ենք։ Գիտես ամեն օր գոհության առիթ է, որ կանք, գոյություն ունենք։ Այսօր մի կնոջ համար է այստեղ աղոթում հենց այս սենյակում, որ այնքան խիստ չէր էլ հավատում Աստծո զորությանն ու գոյությանը, ու ես իրեն ասում եմ, նայ, ասում եմ, դու անհույս ու լացում է, ասում եմ, նայ, ունես ականջներ, աչքեր, բերան, ոտքեր, նայ, ոչ թոփալ ես, ոչ կույր ես, ոչ խուլ ես, մարդիկ այսօր ամեն ինչ կտային իմ ու քո կարգավիճակ ունենային ֆիզիկապես, բայց դու քեզ էլի դժբախտ ես զգում։ Իսկ ինչ կասես նրանց, ով իրապես դժբախտ են, միշտ մարդը չի ընկալում եւ չի գնահատում այն ինչ որ ունի, եկեք սկսենք գոհանալ։ Գոհությունը կբերի ավելի շատ, քան տրտունջը, որ անդադ տրտնջաս ու ասես էլի տուր, շատ ուզելը ոչ մի բան է, ամեն ինչի մեջ եղածով գոհանալը նորից նոր հնարավորության դռներ է բացում, ով կասի ամեն, սա ճշմարտություն է։ Քույրեր, եղբայրներ, այսօրվա պատգամը հենց սրա մասին է, ապրել հավատքով, շնչել հավատքով, գործել հավատքով, առաջ գնալ հավատքով, քայլել հավատքով, ամեն ինչ արա հավատքով։ Հոգևոր կյանքում, եթե հավատը հանես, ոչ մի բան է, բանի պետք չէ։ Եթե դու այսօր ասում ես, ես փրկված եմ, միշտ շեշտը դիր հավատքով։ Եթե հավատք չկա, ոնց դու գիտես փրկված ես թե չէ, ինչ սերտիֆիկատ ես լրացրել, ինչ հրավեր ես լրացրել, ով է քեզ ինչ որ մի բան տվել երկնքից, որ դու էլ ասել ես, Տեր Աստված, Հայր Աստված, ստորագրում եմ Կարեն Թադևոսյան, ես փրկված եմ, սա էլ փաստաթուղթը, սա էլ վերջապես կնիքը կնքված է ամենակարող Աստծո կողմից։ Նման բան չկա, սա անմտություն է։ Դու փրկված ես, որտեղ դու հավատում ես։ Քո փրկությունը միայն կարող ես փաստել քո հավատքով։ Մեղքերս ներված է, ինչ գիտես։ Ով է քեզ դրա մասին ասել, հավատում եմ։ Սա ուրիշ բան է։ Դու հավատքով գիտես, որ Հիսուս խաչվել է քեզ համար 2000 տարի առաջ, եւ դու հավատքով գիտես, որ քո անցյալ, երեկվա, առաջի օրվա, տարիներ առաջվա մեղքերը, անառակությունները, գողությունները, վերջապես հարբեցողությունները ներված են, սա հավատք է։ Եվ այսօր, երբ որ դու քայլում ես Աստծո հետ ու ասում ես Աստված իմ կյանքում է, ինչ գիտես, հավատքով գիտես։ Հավատացողն է, որ Աստծո ներկայությունը զգում է, եւ ոչ թե զգացողն է, որ հետո հավատում է, նորից կասեմ։ Հավատացողն է, որ Աստծո ներկայությունը կզգա, եւ ոչ թե զգացողն է, որ նոր պիտի հավատա։ Ոչ մեկին Աստված կարիք չունի ապացուցելու, որ ինքը Աստված է, ինչպես դու կարիք չունես ապացուցելու, որ դու մարդ ես, որ դու գոյություն ունես։ Թող մարդը գնա ինչ կուզի մտածի, դու կաս, դու փաստաթուղթ ունես, անձնագիր ունես, ծնդական ունես, դու վերջապես անտոհմ չես, եթե անտոհմել ես, դու անձ ես։ Ոչ մեկ իր գոյությունը չի ապացուցում, դա անմտություն է։ Աստված առավելապես իր գոյությունը չի ապացուցում, իր գոյությունը ապացուցում է բնությունը, երկինքը, երկիրը, եւ հետեւաբար հավատքն է, որ Աստծո ներկայությունը զգալի է դարձնում քո կյանքում։ Աստված անտեսանելի է, բայց Աստծո գործերն ու պտուղները քո կյանքում թող լինեն տեսանելի։ Թող դու վկայես, որ կա Աստված։ Գիտես, ես ուրախ եմ, որ շատերի համար կամ միգուցե շատերի կամ քչերի համար միգուցե հանդիսացել եմ իսկապես այն մեկը, որ ասում են քո կյանքին նայելով ասում ենք Աստված գործում է։ Շնորհակալ եմ Աստծուց։ Թող մեր կյանքը ցույցնի, որ Աստված կա։ Աստծո ներկայությունն ու փառքը մեր կյանքում երևում է, որպեսզի մյուսները տեսնեն, որ Աստված կենթանի է։ Եթե մի քիչ տեսախցիկը բարձրացնեք, շատ գլուխս չեք կտրի, առանց հետո մաս չկա։ Բայց գիտենք, որ մեդիան սա ինադու է անում իհարկե։ Տեր օրհնի։ Խնդրեմ հիմա ավելի ուշադիր լինեք, ու եթե չեք տարածեք սիրելի քույրեր եղբայրներ, ու ես այսօր ուզում եմ սկիզբը մեկնարկը դնեմ Ղուկաս 1:45 համարը։ Ղուկաս 1:45 համարը Եղիսաբեթը, երբ որ հանդիպում է այն փառավոր երկու կանանց փառավոր ամենափառավոր հանդիպումը, երկու կանանց ամենափառավոր հանդիպումը, իմ սուբյեկտիվ կարծիքը կասեմ, Եղիսաբեթի, Հովանես Մկրտչի մոր եւ Հիսուս Փրկչի երկրավոր կյանքում մայրիկի հանդիպումներ։ Սա այնքան խորը հանդիպում էր, որ երկուսն էլ արդեն իրենց մեջ, իրենց արգանդում ունեին պտղաբերություն, եւ արդեն այստեղ տեսնում ենք, որ ամիսներ շարունակ Հովանես Մկրտիչի մայրը հղի էր Հովանեսով, եւ Հիսուս Քրիստոսի որպես այդպիսի մարմնի ձևավորումը մայրամի մեջ նոր է սկսվել, բայց այս երկու պտուղները իրար ողջունեցին։
Եվ կարծես երկուսի մայրերը իրար ողջունեցին, սա փառավոր հանդիպում էր։ Երբ որ Մարիամը գնաց Եղիսաբեթի մոտ, եւ շատ հետաքրքիր է, որ երբ որ Մարիամը լսեց, որ իր կյանքում պիտի լինի մի փառավոր բան, որ երբեք չի եղել ու բոլոր կանայք իրեն երանի պիտի տան, նա գնաց այնտեղ, որտեղ հրեշտակն ասել էր, որ քո ազգականն էլ Եղիսաբեթն է իր ծերության մեջ մի որդիով ըղի է, որ ճանապարհ պետք է հարթի։ Հովանեսի ամբողջ գալու նպատակը սա էր, որպես 5 կտակարանի վերջին մարգարեն եւ նոր կտակարանի առաջին ավետարանիչը։ Եվ Հիսուսն ասեց, նրանից մեծը չի ծնվել։ Նա երբեք հրաշքներ չարեց, նա երբեք ծովեր չհանդարտեցրեց, նա հացը չբազմացրեց, բայց նա ճանապարհ հարթեց մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի համար եւ որպես ղևի ցեղից, որպես քահանայական տոհմից, ջրով մկրտելով Հուդայի ցեղի ներկայացուցիչ Հիսուս Քրիստոսին քահանայությունը հանձնեց Հուդայի ցեղին, եւ սա այնքան փառավոր էր, այնքան լուրջ պահ էր, սիրելիներ, կներեք, որ շատ լուրջ տեղեր գնացի, սա ավետարանչական հարթակ է, պետք չէր այսքան խորը, բայց կուզեմ մտածեք։ Եվ հետարքիր է, երբ որ Մարիամը ողջունեց Եղիսաբեթի երեխան, Հովանեսը խաղաց։ Ոնց թե այն անձի մայրը այդ անձով ներկայացել է այստեղ, որի համար ես պիտի ծնվեմ, ճանապարհ հարթեմ, ու երեխան խաղաց։ Եվ Եղիսաբեթը լեցված Սուրբ Հոգով ասեց փառավոր բաներ, դրանցից մեկը սա է, ասում է. Եվ երանի նրան, որ հավատաց, թե այն բաները կկատարվեն, որ Տերից իրեն ասված են։ Նորից Եղիսաբեթն ասում է. երանի նրանց, որոնք հավատացին, թե այն բաները, որ իրենց ասված է Տերից, պիտի կատարվեն։ Լսեք, սա այնքան լուրջ է։ Եվ Մարիամն ասեց. թող իմ անձը փառավոր է Տիրոջը, իմ հոգին ուրախացավ իմ Փրկիչ Աստծմով, որտև իր աղախնի խոնարհությանը մտիկ տվավ, որտև ահա այսուհետ բոլոր ազգերը կերանեն ինձ։ Հետաքրքիր է այստեղի այս խոսքը, Եղիսաբեթն ասում է երանելի է ով? Կարենը, երանելի է Նազելին, երանելի է Գեղամը, երանելի է Գագոն, երանելի եք դուք, եթե հավատում եք այն, որ Աստված ձեզ ասել է, կկատարվի։ Ենթադրենք, Աստված ասել է, որ կորտնեմ քո ամուսնությունը, Աստված ասել է, որ կորտնեմ քո ամուսնության մեջ քո պտղաբերությունը, բայց դու հղիություն չունես։ Դու դեռ հնարավորություն չունես ամուսնանալու, միգուցե դու դեռ հնարավորություն չունես աշխատանք ունենալու, տուն գնելու, բայց Աստծուց ունես խոստմունք, որ Աստված քեզ բնակարանով օրհնելու է։ Աստված խոստացել է, որ իսկապես քեզ օրհնելու է քո ծառայությունով, միգուցե դու դա դեռ չունես, բայց Աստված խոստացել է երանի քեզ, եթե դեռ չունես, բայց հավատում ես։ Ոչ թե ուղղակի սենց անհույս նստած սպասում ես, տենան, կլինի, չի լինի։ Ես քեզնից շուտ ասեմ, չի լինի։ Եթե մարդը գալիս է եկեղեցու ասում է, հələ տենանք այսօր Աստված մեզ կբժշկի, թե չէ, ես ուզում եմ ամենից շուտ ասեմ։ Աստծուց էլ մի քիչ շուտ շտապեմ, ասեմ, մի քիչ էրոնիայով եմ ասում, չի լինի, չես բժշկվի, ինչու որտեղ դու փորձում ես Տիրոջը։ Երանելի են նրանք, ովքեր Աստծո խոսքը վերցնելով դեռ չտեսած 100-ից 101% վստահ ասում են լինելու է, Աստված բարի է, օ, հալելույա։ Այս է հավատքը։ Հավատքը տեսած բաները չէ, հավատքը չտեսնված բաների հաստատումն է, չերևացած բաների ապացույցը։ Ինչ է ապացույց? Քո հավատն է դա ապացուցում։ Երբ որ այս շենքը դեռ մերը չէր ու ոչ մի շենք մերը չէր մեծամասշտաբ, ես ասում եմ, Աստված մեզ շենք է տալու։ Այնքան պարզ է խոսում, մարդիկ գիտեն, ես արդեն շենքը գնել եմ, ասում են, երբ ենք տեղափոխվելու, ասում են շուտով, բայց ոչ գումար կար, ոչ շենք։ Հավատքը չտեսնված բաների հաստատությունն է, վախկոտները, թերհավատները, Աստծուն չճանաչողները միջև չտեսնեն չեն հավատա։ Այդպիսիներն են թովմասականները, թովմասները, իսկ ես ու դու Քրիստոսյան ենք, Քրիստոսի իրական աշակերտներն ենք, որ մենք հավատում ենք առանց տեսնելու, ու մեր հավատն է, որ չտեսածը դարձնում է տեսանելի, ով կասի ամեն։ Սա լուրջ է։ Եթե միայն ձեր հոգով լսեք այս պատգամը, ձեր կյանքը գլխի վայր կհեղափոխվի, կհեղաշրջվի։ Սա լուրջ է։ Երանելի են նրանք, երանի նրանց, որ հավատացին, թե այն բաները, որ կկատարվի, որոնք Աստծուց իրենց խոստացվել են։ Ես Աստծուց ունեմ խոստմունք, որ իմ երեխաները մնալու են իր մեջ։ Եվ այդ խոստմունքը արձանագրված է Աստվածաշնչի մեջ։ Կփրկվես դու եւ քո ամբողջ տունը։ Այս խոստմանը հավատում էր իմ հայրն ու մայրը, թեկուզ մենք 5 երեխա, 2 քուրիկս Խելոք, Պուպուշ, Անուշ, համալսարաններ, քոլեջներ, իսկ մենք 3 եղբայրներով ուղակի չարաճճի, հանցագործության մեջ, փողոցային կյանքի մեջ, բայց իմ հայրն ու մայրը ասում են, մեր Աստված խոստացել է, դուք 3-դ էլ Տիրոջն եք լինելու, մենք այսօր 5-ս էլ Տիրոջն ենք։ Մեր 5-ի զավակներն է Տիրոջն են։
ու հետագայում հավատում եմ մեր զավակների զավակներն է Տիրոջն է լինելու։ Ինչու՞, որտեվ Տերը խոստացավ ու մեր ծնողները հավատացին առանց տեսնելու։ Ընդհակառակը տեսան, որ այսօր Կարենը օտարվել է, մոլորվել է, խմում է, ծխում է, միևնույն է, իրենք ինձ նայում են, բայց շարունակում են հավատալ նրան, որ խոստացել է։ Չշեղվես։ Երևույթը հավատքի մեծագույն թշնամին է։ Երևույթը տեսանելին է, որ գալիս է քեզ ասում է նայիր, հո դու չես գժվել, հո չես խելագարվել, իրավիճակը հունից դուրս է եկել, իրավիճակները փոխվել են, ախր քեզ համար էլ հույս չկա, բայց դու ասա իմ Աստված խոստացել է, ամեն բան լինելու է, ամեն բան շտկվելու է։ Սա լուրջ է, սա կարևոր է։ Գիտես, ես այդ նույն հավատքով մտա մի պրոյեկտի մեջ, որ այսօր Կոմիտասի համար 7000 մետր հողատարածք ենք վերցրել։ Եթե այն ժամանակ ես 3 տարի ժամանակ էի վերցնում նմանատիպ գումարը մարելու համար, ես այս անգամ ժամանակ վերցրեցի ընդամենը 5-ից 6 ամիս։ Եվ ես հավատում եմ, որ Աստված ամոթով չի թողի, ոչ ինձ, ոչ եկեղեցին։ Որտեվ ես դա չարեցի, որտեվ ունեի դրամ կամ ռեսուրսներ կամ հովանավորներ, ոչ, իմ հովանավորը Տերն է, իմ պաշտպանը Քրիստոսն է, իմ մեջ խոսողը Սուրբ Հոգին է, լսեք։ Ամեն ինչ հարցը նյութականը չէ, հարցը քո քայլն է, դրդապատճառը։ Ինչ ես դու անում այսօր։ Օ, տեսնեմ, հանդիպեմ, ունենամ, վերցնեմ, հեսա հղիության, հեսա տեստը, մյուսը եւ այլ, հավատքով ընդունի։ Խոսիր բաների վրա, որ դեռ չկան, խոսիր, դա է ավետարանը, դա է Աստծո խոսքը, գնամ առաջ։ Հավատացողին ամեն բան կարելի է, ասում է Աստված։ Մարկոս 9:22-ը։ Եթե չի երկմտես, այլ միայն հավատաս, կլինի այնինչ որ խնդրես, ասում է Աստված։ Հավատքի ամբողջ տրամաբանությունը ու վերջնական ավարտը ունի մի կարևոր իսկապես նշան։ Նայեք, հավատքի վերջնական արդյունքը, ենթադրենք, սա վերջնական արդյունքն է, լավ, սա ուղղակի փայտ է։ Վերջնական արդյունքը ոչ թե տակում եղած քո բժշկությունը, օրհնությունը, եկեղեցիների հիմնադրվելը եւ այլ Աստծո փառքը ցույցնելն է։ Ով որ հավատա, եկեք շարունակեք, ինչ կլինի, Աստծո փառքը ինչ կանի, կտեսնի։ Լավ, ես հավատում եմ Ղազարոսի հարությանը, հավատում եմ իմ բժշկությանը, բայց այդ ամենի վերջում ով պիտի փառավորվի, միայն նա։ Բոլոր հավատքի վերջնական արդյունքը նրան փառավորելու համար է։ Եթե այսօր դու հավատում ես, որ Աստված քեզ մեքենայով կօրհնի, օդով օրհնի, բնակարանով կօրհնի, օդով օրհնի, հայտնություն կտա, մարգարեություն կտա, օդող տա, պարգևներ, բայց այդ ամենի վերջը նրան փառավորելն է։ Հավատքը ինքնանպատակ չէ։ Հավատքը ներանձնական հարցեր լուծելու համար չէ։ Եթե այսօր ինչ որ մեկն էլ քարոզում է, մարդիկ բժշկվում են, փրկվում են, օրհնվում են, ինքը հավատացել է դրա վերջնական արդյունքը նրան փառավորելն է, քույրեր եղբայրներ։ Ով որ հավատա, կտեսնի Աստծո փառքը։ Քեզ չասի մարդը հավատա, որ Աստծո փառքը կտեսնես, եթե հավատաս։ Քույրեր եղբայրներ, հավատա, շահիր, օրհնվիր, ընդունիր, քո իրական կարիքը լրացրու, բայց այդ ամենի մեջ թույլ տուր, որ Աստված փառավորվի։ Եթե չէ, հաջորդ անգամ ոչինչ չի անի Աստված։ Աստված այնտեղ չի անի գործ, որտեղ իր փառքը չկա, հիշեք։ Աստված երբեք չի շարժվի այնտեղ, որտեղ իր կամքը չկա։ Աստված երբեք իր օրհնությունը չի ուղարկում խամ հողերի վրա, Աստծո օրհնությունը գալիս է իր կամքի վրա, ինչպես ծառը տնկվում է հողի մեջ։ Եթե այսօր դու ուզում ես ծառ տնկես, դու չես անում ասֆալտի վրա դնում, կամ վերջապես ապարանջների վրա, կամ էլ ուղղակի այսպես օդից ինչ որ պարանով կախում ես։ Ոչ, դու հողը փխրացնում ես, փորում ես, հարմարացնում ես, դնում ես, վերջապես գոմաղ պես լցնում, ջուր ես լցնում։ Այդպես էլ Աստծո օրհնությունը իջնում է, եթե սա Աստծո կամքն է, սա Աստծո օրհնությունն է, տեսեք, սա իջնելու համար պիտի ունենա հիմք, սա իջնում է հենց իր կամքի վրա։ Եթե դու Աստծո կամքի մեջ ես, սպասիր Աստծո օրհնությանը։ Եթե Աստծո կամքի մեջ չես, ինչ ես ուզում։ Տեր, ես գողավազակ, հարբեցող, շնացող, վերջապես գիշերները անառակ ֆիլմեր դիտող եւ այլը, բայց ուզում եմ ինձ պահես, օրհնես, զորացնես, ինչի հիմքի վրա։ Արա այն ինչ որ Տերն է ասում, որպեսզի օրհնությունը տեղ հասնի, ողորմությունը տեղ հասնի։ Գիտես, ես շատ բան կարող եմ խոսալ Աստծո կամքի մասին, բայց այսօրվա թեման հավատքով ապրելն է։ Շատերին թվում է, որ հավատքը միայն առևտրի համար է, ուզելու, վերցնելու եւ այլն, դայնելի համար հավատքը հավատարիմ մնալու համար էր։ Սետրակ Միսակ Հաբեդնակովի համար հավատքը Աստծուն հավատարիմ մնալու համար էր։ Գիտես, հավատքը մի բան չէ, որը ուղղակի խնդրես, որ հավատում ես առնես, հավատքը
ապրելու, քայլելու, հավատքով քայլելու, հավատքով խոսելու, հավատքով շնչելու համար է հավատքը։ Հավատքը միայն խնդրել չէ, առնել չէ, հավատքը հոգևոր կյանք ապրելու համար է, քույրեր, եղբայրներ։ Քո երեխաներին ճիշտ դաստիարակելու համար է հավատքը։ Երբ որ սատանան էլ հարձակվում է, որ դու հավատաս, որ նա չի կարող քեզ տապալել, որտեվ քո մեջ է Աստված, դու հավատքով դեմ ես կենում վախերին ու ամեն հարձակումներին։ Հավատքը ապրելու համար է։ Հավատքը քայլելու համար է, հավատքը փառաբանելու համար է։ Երբ որ դու կանգնում ես երգելու, փառաբանելու, ինչի հիմքի վրա ես այդպես անում, դու գիտես, այնքան ուժեղ ես գոռում, որ երկինքը հասնի ձայնդ։ Ոչ, դու հավատում ես, որ Աստված լսում է քեզ։ Դու հավատում ես, դրա համար էլ աղոթում ես։ Դու հավատում ես, դրա համար էլ փառաբանում ես կամ նվագում ես։ Քո հավատքը ամեն ինչ իմաստալից է դարձնում, առանց հավատքի։ Հոգևոր կյանքից հավատքը հանես թափելու բան է։ Ինքը լոկ անշունչ մի բան է, կրոնավորություն է, ծես ու արարողություն է, ոչ մի ճշմարտություն չկա, ամեն ինչը հաստատ է հավատքով։ Սուրբ Հոգի։ Ինչ էր փնտրում Հիսուս երկրի վրա։ Ինչ էր փնտրում Հիսուս երկրի վրա։ Գիտես, երկրավոր կյանքում Հիսուսին երկու բան զարմացրեց. անհավատությունը եւ զորավոր հավատք ունենալը։ Իրեն զարմացրեց այն հույն կինը, որ իր աղջկա դիվահարության համար էր խնդրում, եւ իրեն զարմացրեց երկուսն էլ ցավալիորեն հրյա չէին, այլ ազգի են։ Մյուսն է հռոմեացի հավորապետը։ Եվ թեքվեց շուռ եկավ իրեն հետևողներին, ասեց զարմացավ Հիսուս ու ասեց ամբողջ Իսրայելի մեջ այսպես հավատ չգտա։ Թող Աստված այսօր այստեղ Հայաստանի եկեղեցիներում հավատ գտնի։ Գիտես, հավատք Աստված չի փնտրում աշխարհում, Աստված հավատացող սրտեր ու հավատք է փնտրում, զարմանալի է, զավեշտ է հավատացյալների մեջ։ Երբեմն քարոզիչներս մեզ կարանք բռնացնենք, այնքան գեղեցիկ ռետորաբանության մեջ խոսում ենք, բայց չենք հավատում։ Մենք խոսում ենք բժշկություն, բայց հաջորդ պահին մենք կարիք ունենք դեղ խմելու։ Մենք խոսում ենք օրհնություն, բայց հաջորդ պահին մտածում ենք ումից տոկոսով գումար վերցնենք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, հավատքը գործողություն է։ Հավատքը առանց գործերի մեռած է։ Ես ուզում եմ ձեզ հայտարեմ, դևերը հավատացյալ են։ Դևերը հավատում են Աստծո գոյությանը։ Իսկ ինչ է հավատացյալ։ Հավատալ, որ կա Աստված։ Հավատալ, որ Աստված կա։ Ասում է դևերն էլ են հավատում ու վախենում են, սարսափում են, ես չափը ճանաչում են։ Բայց դու, եթե հավատում ես ու գործ չես անում, ում է պետք քո հավատքը։ Առանց գործերի քո հավատքը մեռած է։ Հավատում եմ ասում, Սուրբ Գիրք ընթերցում ես, ոչ։ Հավատում եմ ասում, եկեղեցի գնում ես, ժամանակ չկա, մեկ-մեկ հավատում եմ ասում, Աստծո կամքը կատարելով ստությունից հեռու ես, բամբասանքից հեռու ես, նախանձից հեռու ես, դե այդ ամեն ինչը այն որ ջրի խմելու պես անում ենք, ուրեմն դու չես հավատում։ Դու իրականից գիտես, որ կա Աստված, բայց քո հավատքը քեզ չի մաքրագործում։ Քո հավատքը քեզ Աստծո վախի մեջ չի տանում, քո հավատքը քեզ չի տանում Աստծուն երկրպագելու, պաշտելու, քո հավատքը ընդամենը ինքնաս փոփանք է, ուրիշ ոչ մի բան, լոկ խոսք։ Հավատք։ Երբեմն մարդը չգիտի ինքը ինչ է ասում։ Հիշում եմ մեկ անգամ մի անձնավորություն էստեղ էր ասեց, ես էլ եմ հավատում Աստծուն։ Ես ուզեցի միգուցե իրեն ցավեցնել, ասի, ինչ է տալի քեզ քո հավատքը։ Ասի, ո՞նց ես դու ասոցացնում քո հավատքը, ինչ է դա քեզ տալի։ Սերներ կիսվեք, տարածեք, խմբերին ուղարկեք, թող շատերը իսկապես լսեն Աստծո խոսքը։ Եվ նա ասեց, կարող եմ ասել ոչ մի բան։ Ուրեմն ասեցի, դա Աստծո հավատ չէ։ Դա սուրբ գրային հավատ չէ, որտեղ հավատքը ունի արդյունք։ Եթե կա հավատք, ինքը ունի հետևանք։ Եվ տեսեք, Աստծո խոսքը ապրիր հավատքով։ Հռոմեացիս 1:17 ասում է արդարը կապրի հավատքով։ Արդարը թող ապրի իր արդարությունով։ Փաստորեն լավ մարդունել է փրկություն պետք։ Փաստորեն բարի մարդունել է վերստին ծնունդ պետք։ Փաստորեն արդարինել է հավատք պետք։ Արդարը չի ասում ստեղ մեղավորը, պիղծը, անառակը, գողը, ավազակը։ Արդարը ապրում է նորից հավատքով։ Արդար մարդ է, ազնիվ մարդ է։ Ես աշխարհում տեսել եմ ազնիվ մարդիկ, ազնվությամբ։ Հոգևոր չեն։ Աստծո գոյությանը միգուցե այդպես խորը չեն հավատում, բայց ազնվությունն է։ Խաբել չեն սիրում, քցնել չեն սիրում, կեղծավորություն չեն սիրում, բայց իրենք փրկություն չունեն։ Ասում ես մարդը ոչ ծխմով ոչ խմում, համարյա հավատացյալ է։ Լսեք, հավատացյալ լինել չծխել, չխմելը չէ, հավատացյալ լինելը Աստծուն հավատալ ու Աստծո հավատքով քայլել ու ապրել, գործել։ Առանց գործի հավատք գոյություն չունի։ Դա ընդամենը հնչյուն չէ, դա ընդամենը ալելույա երգ չէ, բոլորը կարան երգեն։ Սատանայապաշտներն են ալելույա կրկնում։ Մասոններն են դա ասում, հետո ինչ։ Գնամ առաջ։
Եվ այստեղ շատ կարևոր շեշտադրումներ պիտի անենք։ Տիրոջը խոսքը Եբրայեցիս 1-ում ասում է. ուրեմն 11:1-ը հավատքը չտեսնված բաների հաստատումն է, չերևացող բաների ապացույցն է։ Տիրոջ խոսքը ասում է Եբրայեցիս 11:6-ում ասում է. Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ կա Աստված։ Առանց հավատի մեկը չի կարող Աստծուն հաճելի լինել, էսի լուրջ բան է։ Այսինքն ով հավատք չունի Աստծուն անհաճելի է, այո։ Այսինքն մեր հաճելի լինելը Աստծուն ինչն է այդպես դարձնում։ Գիտես, ոչ քո ծնկաչոք աղոթքը, ոչ քո վերջապես ուժեղ քարոզը, ոչ մի ուրիշ բան քանց քո հավատքը։ Աստված քեզ հաճենում է քո հավատքի միջոցով։ Նա քեզ իսկապես հավանում է քո հավատքի միջոցով։ Աստծո խոսքն ասում է. հավատացիր, Աստված հաճենում է քեզ։ Չես հավատում, դու իրան հաճելի չես։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր Աստծուն չեն հավատում, Աստծուն հաճելի չեն, ոչ, պարզ։ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ Աստված կա։ Առանց հավատքի մեկը չի կարող Աստծուն հաճելի լինել։ Հետարքիր է։ Ես օրեր առաջ խորում էի ու այսօր այդ համարը իսկապես այստեղ գտնում եմ։ Մատթեոս 8:10-ը մեծյանք խնդրեմ գրի։ Հիսուս ասում է, երբ որ վերադառնամ, տեսեք։ Ասում է, երբ որ վերադառնամ, ինքը չի ասում սրբություն կգտնեմ, եկեղեցիներ կգտնեմ, արթնություն կգտնեմ, նա ուրիշ բան է ասում։ Ասում է, արդյոք մարդի որդին վերադառնալիս երկրի վրա ինչ կգտնի, հավատ կգտնի, թե չէ։ Այսօր մարդիկ ուղղակի ապրում են գործողություններով։ Մարդիկ էլ չեն ապրում հավատքով, կամ քչերն են ապրում հավատքով, որ Աստված գերբնական է, որ Աստված փառավոր է, որ Աստված ամենակարող է, որ Աստված կարա քաղցկեղ բժշկի, Աստված կարա մեռել հարություն տա, Աստված կարող է իսկապես մարդու ձեռքը երկարացնի, Աստված կարող է մարդու կյանքը, այն ինչ ասեմ, աղբից վերականգնի։ Մարդիկ չեն հավատում։ Մարդիկ ասում են, դե երևի դրա համար ինչ-որ մասնագետներ կան, գործողություններ կան։ Լսեք, ես դեռ շարունակում եմ հավատալ գերբնական Աստծո գերբնական գործերին։ Գերբնական բառը, եսպես եկեք բաժանենք, տարանջատենք, գերբնական, բնականից զատ։ Բժշկություն բժիշկներն են անում, բայց հրաշք ոչ մեկ չի անում, բացի Հիսուսից։ Ես էլ ասում եմ, ես հավատում եմ նրա հրաշքներին։ Բժիշկներն են բժշկություններ անում, բայց բժիշկները հրաշքներ չեն գործում։ Երբ որ հասնում է հրաշքին, նրանք ասում են, մենք Աստված չենք, գնացեք տուն, թող Աստված ողորմություն անի, կամ Աստծո ձեռքը ձեզ հասնի։ Ինչու որտև այդ բժիշկն է գնում բժշկի։ Այդ հոգեբանն է դիմում հոգեբանի, որտև հրաշագործը մեկն է, նրա անունն է Աստված։ Քույրեր, եղբայրներ, Հայաստանը ունի օրհնություն, Հայաստանը ունի Աստծո ողորմություն։ Մենք այս օրերում լսում ենք հարևան պետության նախագահան էլի ինչ որ վերջապես բաներ է խոսում Սևանալճի մասին եւ այլը։ Եկեք վախով չտարածվենք մեր ազգի մեջ, եկեք հավատքով խոսենք։ Այս հողն ու ջուրը պատկանում է հայերին։ Այս հողն ու ջուրը պատկացել է ու պատկանում է հայերին։ Մենք նրանն ենք ու նրանով ենք։ Ու այստեղ մեզ տնկել է Աստված։ Թող միչև նրա հափշտակությունն ու վերադարձը անխախտ մնանք մեր հայրենիքում։ Ով կասի ամեն։ Գիտես, հավատքով խոսիր։ Քո հող ու ջրի վրա հավատքով խոսի։ Ես հաճախ աղոթում եմ իմ երկրում։ Երկրի համար չէ, իմ երկրում քայլելով ես աղոթում եմ։ Ու երբ որ այս տարի Դիլիջանում մեծ համերգ արեցինք, ասեցի նվաճում եղավ։ Ես այդ քաղաքում քո անունը փառավորեցի։ Գիտես, ես ուզում եմ Աստված հաջողի, որ համալիրում էլ իր անունը փառավորենք։ Ես նայում եմ այս օրերում մեր հայ երգչուհին, որը գեղեցիկ ձայն ունի, իր ոչ մի երգը տես չեմ լսել, անկեղծ որ ասեմ։ Կինս ասում է, որ շատ լավ ձայն ունի, վերջապես, ու ինքը տեսավ, որ սիրվեց, ընդունվեց եւ բնականաբար բիզնեսի կանչն է, ձայնն է, ու ես լսեցի գովազդը։ Այս ամսին 4-ը մենահամերգ։ Ու բոլորին մարդիկ կվճարեն տասնյակ հազարավոր դրամներ, ուղակի տեսնեն այդ շոուն։ Այդ աղջիկը կհուզվի, այդ աղջիկը կհուզվի, այնպես կանի մյուսները կհուզվեն եւ այլը, բայց ամենի մեջտեղում դրամն է։ Ես ուզում եմ մեկ օր Աստծո փառքի համար լինի մի անվճար երգեցողություն, որտեղ ոչ թե կերքեն այդպես արեստավարժ, այլ կերքեն հոգու ճշմարտության մարդիկ, որոնք ասեն Հիսուսն է Տերը։ Սիրտս պայթում է նախանձավորությունից։ Ինչու այս ազգը չպետք է ամենամեծ ձայնով գովի Տիրոջը։ Գիտեք, օրեր առաջ ոնց իմացա, որ Աստված ինքը կողմ է այն ինչ որ մենք խոսել ենք։ Աստված ինձ հետ խոսում է տարբեր կերպերով։ Ու երբ որ գանձապահը վերջապես գանձանակներ բացել, պարտքերը տալու, վարձերը տալու կոմիտասում էր եղել,
մի ծրար էր գթե վրան գրված էր, ուրեմն համալիրի վարձի համար, ու մի քանի 100,000 դրամ էր, ինչ որ մեկը հավատացել էր, ու գիտես ես գտա մեկին իմ խելքին, որ մեկն էլ է հավատում, ու ես ասում եմ ձեզ, եթե Աստված արդեն այսպես սրտերի մեջ դնում է, ուրեմն դա կլինի, այսօրը լավ հիշեք, կլինի դա ու Տիրոջը փառք կտանք, դա չի լինի Կարենի կազմակերպածը, դա չի լինի վերջապես Գեղամի Գագոյի, դա կլինի Տիրոջ թույլտվությունը, որ նորից այս ազգի մեջ մեծամասշտամբ Տիրոջ անունը կփառավորի, այո, մեզ կարան քննադատեն, մեզ կարան ասեն աղանդավոր, մեզ կարան ասեն են, թող ասեն, թող խոսեն, թող նիհարներն ու գերերը, բոյովներն ու կոլոտները, վերջապես պաշտոնյաներ ու բահասարակ բանվորները թող խոսեն, օրհնում եմ, սիրում եմ, օրհնում եմ բոլոր խոսացողներին, բայց մի բան կասեմ հստակ, հավատքն է, որ վերջին օր Աստծո առաջ կկանգնի, ով որ հավատա, Աստծո փառքը ինքն էլ կտեսնի, հավատքը բերում է տեսողություն, ով կասի ամեն, ուշադիր եղեք, հավատքը բերում է տեսողություն, այն ինչին դու հավատում ես, կտեսնես, այն ինչ դու շատ ես ուզում, բայց չես հավատում, ուրիշների աչքերով կտեսնես, բայց դա քոնը չի լինի, քո հարևանն ու ընկերը, քո եղբայրը դա կունենա, կվայելի, բայց դու դա չես տեսնի քեզ համար, ուրիշի կյանքում կտեսնես, քույրեր եղբայրներ, հոգևոր կյանք ապրել առանց հավատքի դա աղետ է, հոգևոր կյանք ապրել առանց գերբնական հավատքի դա իսկապես մեծագույն խնդիր է, մեր հավատքը պետք է լինի օրինակ, 4-ի 1 Տիմոթեոս 12-ն եմ ուզում ձեզ նվիրեմ, 1 Տիմոթեոս 4-րդ գլուխ 12 համարը սիրելներ, այսպես է ասում, 4-ի 12-ը, ոչ ոք քո մանկությունը չանարգի, այլ օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով, ամեն, օրինակ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատքով, օրինակ լինել հավատքով, վարակիչ լինել հավատքով, ես փառք եմ տալի Աստծուն, որ իմ կյանքում գոնե մեկ քրոջ կամ եղբոր վրա հավատում եմ, որ ազդեցություն եմ ունեցել, վարակիչ այդ հավատքը, որ եթե ես հավատացել եմ ու տեսել եմ, ինչ որ մեկնել է դրանից ոգևորվել ու հավատացել է ու ինքն էլ է տեսել, գիտես, ես հարյուրավոր վկայություններ եմ լսել, փառք Աստծո, ես լսել եմ օրհնյալ վկայություններ, մի եղբայր վերջերս Ֆրանսիայից եկավ ու այնքան լացեց, այնքան արտասվեց, եթե ինձ դիտում ես օրհնյալ մարդ, իմ լավ ընկեր, Աստված օրհնի քեզ, արդեն վերադարձել է, ասում է ես լսեցի, որ դուք խոսեցիք, որ այս տարի 6 հոգի, չունենալով ոչ մի ռեսուրս Աստված օրհնելու է, որ հավատում են իրենք տուն, բնակարան ունենալու իրենց սեփական, էլ վարձով չեն ապրելու, գիտես 6-ի վկայություններ ես լսել եմ, ասում է Կարեն եղբայր այդ մեկը ես եմ, ինքը էլի պատմել էր, ու երբ որ պատմեց ես բեմից էլ եմ պատմի, ասում եմ հավատքը լեռներ է շարժում, հավատքը իսկապես անշարժ ծառները դարձնում է պտղատու, հավատքը այնտեղ որտեղ ջուր չկա, սկսում է ջուր բխեցնել, հավատքը զորավոր բան է, սիրելիներ, հավատքը ոնց որ լինի անձնավորություն, որ մեր հետ կամ ապրում է կամ բացակա է, հավատքով ապրող մարդը ինքը ուրիշ ձև է նայում իրավիճակներին, այսօր մի բան էի լսում, օրհնյալ հովիներից մեկը շատ լավ էր ասում է մարդ կա, նայում է խնդիրին, մարդ կա նայում է իրավիճակին խնդիր է տեսնում, մարդ կա նայում է իրավիճակին, ինչ է տեսնում հնարավորություն, բոլորը Գողիաթին տեսնում են խնդիր, Դավիթը տեսնում էր հնարավորություն բարձրանալու, ով ինչպես է տեսնում, հավատացողը Գողիաթի գլուխը վերջնական կտրում է, հավատացողը հաղթում է, կանգնում է խնդիրի վրա, իսկ չհավատացողը ձեռք է բերում վախ, հետապնդում և նախատինք, Սատանան նախատում է նրանց, ովքեր իսկապես իրենց հավատի մեջ ուղիղ չեն քայլում, բայց Սատանան հալածվում է նրանցից, ովքեր ապրում են հավատքով, հիմա ուզում եմ քեզ հարցնեմ, դու հավատքով ես ապրում, թե ընդամենը պիտի տեսնես, Թերեզա քուրս օրհնում եմ քեզ, Ռուզանա քուրս, Թագուի քուրս, Օրհնյալներ ջան, Մարետա քույրս Փարիզից, Տերը օրհնի ձեզ, Տաթև քուրս երկնքի արքայությունից, այսինքն Զարիթափից, Լարիսա քույրս Մոսկվայից, Մելանիա քուրս երկնքից, Ռոմելա քուրս Էջմիածինից, օրհնված մարդիկ, Աննա քուրս Չարենցավանից, օրհնում եմ ձեզ, եղեք օրհնված, թող Աստված ձեր հավատքին պատասխանի, Արսեն աղբերս Հոկտեմբերյանից, Լուսինե քուրս երկնքից, Տերը օրհնի ձեզ, սիրում եմ ձեզ, և այս ամենը ձեր անունները տվեցի, որ ձեզ քաջալերեմ քույրեր եղբայրներ, և ձեր գրված նամակները թող Աստված տեսնի, դուք էլ աղոթեք, որ մեր ազգի մեջ ոչ թե անհավատության սերմեր ցանվի, այլ հավատի սերմեր, գիտեք այսօր գնում ենք այնտեղ, որտեղ արդեն հավատացյալները դառնում են ուղղակի կրոնավորներ,
կիրակնորյա հավատացյալներ, գնացինք եկեղեցի եկանք ու մեր կյանքը դասավորում ենք մեր ուզածով, մեր ձևով, ինչ կարամանեմ ես կանեմ, Քրիստինե քույրս Հոլանդիայից, Հայարփի քուրս, Տերը օրհնի ձեզ, Սոֆի քուրս, Աստված պահի ու պահպանի քեզ ու քո զավակներին, Ռիփսիմե քուրս, սիրում եմ բոլորիդ, օրհնյալներ ջան, եւ անձնապես ճանաչում եմ բոլորիդ, Աստված օրհնի։ Թող այստեղ շատերին անյութակուրս հասնի ավետարանի խոսքը։ Ես չեմ ուզում լինենք իսկապես մարդիկ, որ ուղակի գալի գնում ենք եկեղեցի, այսպես գեղեցիկ երգում ենք, գեղեցիկ խոսում ենք, տաթևի քուրս, այլ ուզում եմ լինենք հոգևոր մարդիկ։ Ուզում եմ տեսնենք դիվահարին ու ձեր դնենք ու աղոթենք, Այդա քուրս Մարտունուց, Տերը օրհնի ձեզ, Անժելա քուրս Երևանից, Աստված պահի ու պահպանի, լսեք։ Հավատքը քո վախերը պիտի իսկապես հեռացնի։ Ուզում եմ ձեզ մի դեպք պատմեմ, դուք էլ գիտեք այս դեպքը։ Երբ որ Հիսուսը նավակի մեջ քնած էր, իր աշակերտները պայքարեցին եւ պայքարելուց հետո երբ որ արդեն խեղդվում էին, Հիսուսին այդպես հանեցին, որ հոգը չէ որ խեղդվում ենք, վեր կաց։ Հետարքիր Հիսուս ելավ ծովը, հողը հանդարտեցրեց ու մի բան ասեց. ինչպես է որ հավատք չունեք։ Ինչպես է որ այդպես վախկոտ եք։ Ինչու վախեցաք։ Այսինքն ինչ է ստացվում։ Վախը հավատքի բացակայությունն է։ Հələ եկեք հակառակ ասեմ։ Հավատքը վախի բացակայությունն է։ Որտեղ կա վախ, հավատք այդտեղ մեռած է։ Որտեղ կա վախ, հավատքը, որտեղ կա հավատք, այդտեղ վախն է մեռած։ Կամ նա պիտի լինի, կամ նա պիտի լինի։ Երկուսը համատեղ, երկուսը միաժամանակ հնարավոր չէ լիլիքուրս։ Կամ հավատում ենք, չենք վախենում, կամ վախենում ենք, չենք հավատում։ Հիմա դու ո՞րն ես։ Դե ես հավատում եմ, բա ինչի քայլ չես անում քո կյանքում։ Նստած ուղակի սպասում ես տենաս ով քո փոխարեն ինչ-որ բան կանի։ Ինչու քայլ չեք անում։ Հենց սիրելի վախկոտներ։ Ինչու քայլ չեք անում։ Խոսքս ուղում եմ նրանց, ովքեր վախով բռնված են։ Ինչու քայլ չեք անում։ Ամուսնության, պտղաբերության, օրհնության, ծառայության, Տիրոջ փառքը հռչակելու, մարդկանց ավետարանը քարոզելու, Հայաստանի փրկության համար կանգնելու։ Ադե այս երկիրը չի փոխվի։ Էդ էր քո խոսքը։ Դու խանգարում ես ինձ, եղբայր քույր, այս երկիրը կփոխվի։ Այս երկիրը կճանաչի Աստծուն։ Հավատքի խոսքը կբերի օրհնություն, իսկ անհավատության խոսքը կբերի վատ արդյունք։ Դուք Սուրբ Գիրք եք կարդում, թե ինչ եք կարդում։ Քո բերանի խոսքը շատ կարևոր է։ Ասում է կյանքն ու մահը լեզվի ձեռքին է, որը ընտրես դա էլ կլինի։ Կյանքն ու մահը լեզվի ձեռքին է։ Ով ուզում է լավ օրեր տեսնել, թող իր լեզուն չարություն խոսելուց պահի։ Այսինքն խոսքը այդքան էական է, այդքան ազդեցիկ է մեր կյանքում, այդպես է ասում Աստվածաշունչը։ Գիտես, Պողոս առաքյալը իր ավարտին արդեն ասում էր. հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի, բարի պատերազմս պատերազմեցի։ Հավատքը միայն ուղակի հռչակելու, խոսելու, խնդրելու համար չի, հավատքը պահելու համար է։ Հավատքը հոգևոր կյանքն է, հավատքը քո Աստված ճանաչողությունն ու Աստված պաշտությունն է, հավատքը քո ավետարանի հանդեպ քո իրական տրամադրվածությունն է, ինչ որ դու կարդում ես, դու ուզում ես քննես զնես, թե դու կարդում ես ու հավատում ես։ Ես չեմ հավատում այն ամենին իսկապես, ոչ թե ես կարդում եմ այն ամենին, ինչ որ հավատում եմ, այլ ես հավատում եմ այն ամենին, ինչ որ կարդում եմ։ Սրանք տարբեր են։ Սրանք տարբեր են, որ ես բոլոր Սուրբ Գրքին եմ հավատում։ Եվ ոչ թե ինչ որ հավատում եմ, այդ եմ փնտրում Սուրբ Գրքի մեջ։ Սա անում են ստի վկաները։ Սա անում են Կիմ Չենենի հավատացյալները, այդ կորեական այդ չարիք վերջապես կրոնը։ Սա անում են մորմոնները, սա անում են մուսուլմանները, սա անում են բուդդայիստները, կրիշնայականները, բայց սա չեն անում։ Սա չեն անում քրիստոնյաներ, որը դավանում են Հորը, Որդուն ու Սուրբ Հոգուն, որոնք իսկապես մկրտվում են Սուրբ Հոգով, ճանաչում են Հիսուսին, ընդունում են Աստծուն, իրենց ընթացքի մեջ հավատարիմ են, լինեն ավետարանական, առաքելական, որն է լինեն։ Քույրեր, եղբայրներ, Աստվածաշունչը մեզ հստակ իսկապես խոսում է. հավատքը գործողություն պիտի լինի։ Առանց գործողության չկա ոչ մի արդյունք ու ոչ մի օրհնություն։ Հիսուսը գալիս է, արդյոք երկրի վրա հավատքը գտնի։ Հավատքը իրականից ունի թշնամի։ Մեկը դա երևույթն է, մյուսը շատ կարևոր է, դա վախն է։ Երբ որ դու որոշում ես հավատքով մի քայլ անես, օրինակ, երիտասարդ ես ուզում ես մի հատ գործ սկսես Հայաստանի մեջ, մի անգամից միտք է գալի, Ամերիկայում լինեի ուրիշ։ Երևի Աստծո համար ավելի հեշտ է քեզ Ամերիկայում օրհնի։ Օ, այդպես ես մտածում, այո, այդպես էլ կլինի։ Արդյոք Աստծուն համար վայրերն են կարևոր։ Այսօր առավոտյան մի պատգամ էի գրում, որ եթե Աստված որոշեց շարժվի, ոչ վայրը, ոչ լեզուն, ոչ ազգությունը նշանակություն չի ունենա։
Եթե նա որոշել է գործի, ոչ մի բանը կապ չունի։ Ոչ մի բանը էլ էական չէ։ Անապատում ես, թե անտառում ես, թե քաղաքակիրթ երկրում ես, կապ չունի։ Եթե նա որոշել է նովելակուր շարժվի, նա կշարժվի։ Եթե նա որոշել է բժշկի, էական չի, դու հիվանդանոցում ես, հիվանդանոցից հեռու ես, թե դու վերջապես վիրավոր ընկած ես միտեղ, նա քեզ կբժշկի։ Կարևորը հավատա ու հավատքով բեր Աստծո ներկայությունը։ Այո, լեզվիս խոսքերից պատասխանատու եմ, հավատքով բեր Աստծո ներկայությունը, որտեղ հավատացողն է, որ կտեսնի Աստծո փառքը։ Ուզում եմ այսօր քո խնդիրների վրա, քո հարցերի վրա, քո հարցակումների վրա, քո նևրոզների վրա, դեպրեսիաների վրա, քո ընտանեկան խառնաճաճանչ պատմությունների վրա, ամուսնալուծության կամ բաժանության վրա նայես հավատքով։ Տեր, ես հավատում եմ, որ մենք նորից կմիանանք։ Տեր, ես հավատում եմ, որ նորից ես իմ օրհնության աշխատանքը կունենամ, եւ սա գիտես այնքան կարեւոր է, ինչին ես դու հավատում եւ ինչպես ես հավատում։ Ինչ ես դու խոսում քո կյանքի վրա եւ ինչու ես իսկապես խոսում անդադ չկա, չունեմ, չեմ կարող։ Ինչու։ Որտեւ դու քո հավատքը կորցրել ես։ Դու մտածում ես, որ իսկապես այլևս ոչինչ տեղի չի ունենա։ Լսեք, երբ որ մենք կարդում ենք Եղիսեի պատմությունը, Մովսեսի պատմությունը, Հեսուի պատմությունը, Պետրոսի պատմությունը, այս մարդիկ հավատքով իսկապես արեցին բաներ, որոնք ուղղակի մեզ համար աներևակայելի են։ Պետրոսը այնքան հավատի մեջ աճեց, որ ընդամենը քայլում էր ու իր ստվերից մարդիկ բժշկում են։ Այնքան ուժեղ էր Հեսուն, որ երբ որ նայեց իսկապես մթնում է, բայց ինքը դեռ թշնամուց վրեժը չի առե, ասեց արև դու քո տեղը կանգնի, լուսին դու քո տեղը։ Նա չհասկացավ ինչ արեց, բայց նա տիեզերքը կանգնեցրեց։ Եվ եթե ավելի կոնկրետ, արևը չի պտտվում, երկիր մոլորակն է պտտվում։ Մեկ այլ խոսքով նա կանգնեցրեց ծին կաթիլ գալակտիկան։ Նա կանգնեցրեց սիրելի քույրեր եղբայրներ։ Նա կանգնեցրեց ամբողջ համակարգը։ Իրեն պետք չէր հասկանալ, իրեն պետք էր միայն հավատալ։ Երբ որ գալիս է քո մոտ հասկացողությունն ու հավատքը, ես կուզեմ ձեռքը դնես հավատքի վրա։ Հովիվներից մեկը ինձ համար թանկ մարդ, որ իրար հետ տարիներ ենք անցել։ Երբ որ եկավ եկեղեցու հողը տեսավ ու ասեց. «Կարեն ջան, հաշվել ես ինչքան գումար է պետք, որ այդ եկեղեցին շինեք»։ Նայեցի իրեն շատ հետաքրքիր ու տարօրինակ ու ասեցի. «Որ օրը սկսեմ հաշվել, չեմ շինի»։ Հասկացա, ասեց։ Շատ դժվար կլինի, որ այո ասեցի։ Հաշվեմ, թվերը կվախեցնի։ Ես չեմ ուզում հասկանալով ծառայեմ Աստծուն։ Ես երբեք չեմ ուզեցել հասկանամ Աստվածաշունչը։ Ես ուզում եմ իմանամ ինչա գրված, բայց ես այդ սկզբունքով չեմ մոտենում։ Ես մոտենում եմ հավատքի սկզբունքով եւ նոր եմ հասկանում։ Ինձ պետք չէ մի բան հասկանալ, հաշվարկել եւ նոր սկսել, ինձ պետք է ուղակի հավատալ, ինձ դա է պետք։ Որ օրը սկսես հաշվարկել, դու չես անի։ Որ օրը սկսես նայել քո գրպանին ու քո կարիքին մեքենային, դու դա չես գնի։ Բայց երբ որ դա անես հավատքով, Աստված կօրհնի։ Որքան կարևոր է հավատքով համարձակ քայլ անելը։ Վախկոտները հեռու են գնում։ Վախկոտները ասում են նստենք, սպասենք, միջև մեր բաժինը սենց հերվի, սենց թիթերի պես օթից կգա, կընկնի մեր գիրկը։ Արդեն ունեմ, հավատում եմ, էդի դևերն էլ են տենց։ Էդի անհավատներն էլ են տենց։ Աննա, դու էլ մարդուդ մի ճնշի, վերջապես։ Եվ տեսեք, այստեղ շատ կարևոր է, որ միջև ինչ որ բան իսկապես տեսնելը, դու հավատքով դա արդեն տեսնես։ Ուզում եմ ուշադիր լինեք։ Սողոսը, երբ որ Հիսուսին տեսավ Դամասկոսի ճանապարհին, նա գնում էր թքեր, անարգեր, ծեծեր, կապեր, քաշեքաշ հավատացյալ քրիստոնյաներին բերել, բայց միջև որ նա կհասներ տեղ, նա դարձավ իրական քրիստոնյա, հալածող էր, դարձավ հալածվող։ Եվ գիտես ինչ ասեց Տեր Անանիային, ասեց Անանիա, նա աղոթքի տեսիլքի մեջ տեսնում է, որ դու գնում ես Անանիա անունով մարդ, գնում է ձեռք է դնում ու ինքը տեսնում է, այս մարդը կույր էր, բայց տեսնում էր Անանիային։ Չեղած բանը տեսնում էր արդեն եղած փաստի նման, դուք պատկերացնում եք ինչ ենք խոսում այստեղ։ Միջև չտեսնեմ չեմ հավատա։ Դու թովմասական ես։ Դու թովմասն ես։ Դու երկմիտ թովմասն ես։ Խոսքը չէ թա մի հատ ուրիշ թովմասի վրա եւ այլ։ Ես խոսում եմ Քրիստոսի առաքյալ Թովմասի մասին։ Երկմիտ եւ այս մարդը Հիսուսին երբ որ տեսավ, Հիսուս հանդիմանեց ու ասեց. «Մի եղիր անհավատ, այլ եղիր հավատացյալ»։ Քույրեր եղբայրներ, հասկացողությունը կխաբի քեզ։
քո զգացողությունները կխաբեն քեզ, քո զգացմունքները կխաբեն քեզ, բայց երբ որ առաջնորդում ես հավատքով, Աստված կօրհնի քեզ։ Հավատքով ապրող մարդկանց աչքերը բոց կրտող են։ Գիտես, ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Կիրակի օրը մենք հյուրեր ունենք, Արտակ ջան, Արևիկ ջան, օրհնում եմ ձեզ Ջավախքից։ Թող Ջավախքը բարձրանա։ Արևիկ քուրս օրհնում եմ ձեզ Արարատից։ Տերը օրհնի ձեզ։ Լսեք։ Երբ որ Կիրակի օրը մենք Նայրի ջան օրհնում եմ քեզ Նանչիկ, հա, Ռուսաստանից, վերջապես, դու ավելի լավ կիմանաս, Տերը օրհնի։ Հյուրերը ասացին, որ գնալու են երկուշաբթի օրը Գյումրի, ծառայենք եւ այլը։ Ասացի մենք էլ այնտեղ եկեղեցա շենք ունենք վարձակալած, այնտեղ գնացեք ու ծառայեք։ Եվ ինձ որոշ փորձառու հոգևորներ ասացին, բայց շաբաթ է մեր օրը։ Կիրակի օրով գովազ դնենք երկուշաբթի, մարդ կգա թե չէ, ասի ես հավատում եմ, որ մարդ կգա։ Ու այդ տեսանյութը, որ ես տեսա Կիրակի օրը, ներողություն, երկուշաբթի օրը, մի քանի ժամ ենք, չէ, գովազդը գցեն ազելի։ Երկուշաբթի օրը երևի թե միջև 70 մարդ կլիներ, հա, եկեղեցու շենքում։ Հավատքը լեռներ է շարժում։ Քո հասկացողությունը Կիրակի օրն է, որ Աստված այդ օրն է գործում, լուրջ ես ասում։ Դու այդքանն ես հասկացի Աստծուց։ Օ, բժշկության ամիսը չի, այսօր չենք կարող աղոթենք բժշկության համար։ Լսի, Աստված ժամանակից կախված չէ։ Ես Կիրակի օրը ասեցի մի փոքրիկ խոսք հպանցիկ։ Մեզ համար կա Կիրակի երկուշաբթի, Աստծո համար գոյություն չունի։ Մեզ համար կա ձմեռ, ամառ, աշուն, գարուն, Աստծո համար դրանք բոլորը նույն են։ Մեզ համար կա տարիքը մեծ, տարիքը փոքր, Աստծո համար դրանք բոլորը որտեղ, որ ժամանակ հավատաս, այդ ժամանակի Աստված կշարժվի։ Մենք հյուրեր ունենք մեր մեջ, հա, Վալտեր Զուգարևիչ եղբայրը եւ նաեւ մյուս եղբայրը, եթե անունը հիշեք, նասելի Տեր օրհնի։ Մյուս հյուրի անունն էլ այդ երկու անձիկ, երբ որ ես իրենց այն 3 չարենցավանում ենք, երբ որ հարցրեցի իրենց տարիքը, Ալբերտ եղբայրը։ Ուրեմն Ալբերտ եղբայրը նայում եմ ասում եմ, այս մարդը երևի տարիք կունենա, էլի 60 եւ այլը։ Գիտեք քան տարեկան էր, 72։ Իսկ Վալտեր ներողություն, ինքը 71 էր, ուներ 7 ծոր, 6 թոռ, Վալտեր եղբայրը 72 տարեկան էր, ավելի մեծ է։ Գիտես, իրենք այս տարի տասնյակ երկրներ են գնացել, հələ պիտի գնան էլի Կուբա, արդեն այս տարի երկրորդ թե երրորդ անգամ, Ուկրաինա, ասում եմ Տեր Աստված, մենք 40-50 տարեկան ենք, ասում ենք, հոգնանք, հոգնած է, ասում եմ հոգնա, այսինքն ոնց ասես, տենց էլ կլինի։ Երիտասարդները այսօր ասում են, դե մեր ինչ տարիքն է, մարդը 50 տարեկան է դառնում, ասում արդեն մեծ մարդ եմ, այնքան է խոսում դավանում, որ ինքը մեծ է, տենց էլ մեծ ու մեծ է դառնում։ Իսկ իրենց որ հասնում ես տարիք, նեղվում են, չեն ուզում պատասխանեն, որտեղ դու իրանց արդեն մեծի տեղ կդնես, իրանք վատ կզգան։ Նայում ես մեկ-մեկ ոտները ձգվում ես մարդկանց, բայց իրանք էլի առույգ են։ Ոնց հավատաս, այդպես էլ կապրես։ Ոնց խոսում ես, այդպես էլ հավատում ես։ Ոնց հավատում ես, այդպես էլ խոսում ես։ Դու այն ես, ինչ խոսում ես հավատքով։ Դու կունենաս այն, ինչ կխոսես։ Սրանք բաներ են, որ ես սրանցով ապրում եմ, ժողովուրդ։ Սրանք խոսքեր չէ, այսօր չեմ գրել հորին է, սրանք իմ կյանքն են, իմ կենսակերպն են, իմ առօրյան են։ Ես այդպես եմ ապրում։ Ես այդպես եմ գործում ու սրա համար ես չեմ վախենում։ Ժողովուրդ, ու դրա համար ասում եմ ձեզ, երբեք մի վախեցեք խոսելու մեծ բաներ, որտեղ մեծ է ձեր Աստված։ Ու երբեք փոքր մի խոսեք, ոչ Աստծո մասին, ոչ ձեր մասին։ Երբեք փոքր մի մտածեք։ Հավատքի իրական օրհնությունը սկսում է այստեղից։ Ինչ է այստեղ կատարվում։ Ես կարամ ինչ ճղեմ, պատրտեմ, բայց մարդը կարա գա լացի ու լացով էլ գնա։ Ես հիշում եմ մի աղջկա, օրհնյալ քույրիկի Արփինեին, եթե Արփինե եթերի մեջ ես, կարող ես գրել Ռուսաստանից։ 2 տարի առաջ, 3 տարի առաջ ներողություն, հələ շենք է այստեղ սարքում ենք։ Այդ աղջիկ, այդ քույրիկ ուներ զավակներ, ամուսին, հայր, բավական ապահով, եւ ինքը երկու վերջապես այսպես հենակներով էր, թևի տակ, այդ կաստիլներ կոչված ռուսերեն, այդ ձերքի հենակներով, փայտերով։ Եվ ինքը ասել էր, կգնամ Հայաստան, կարա եղբայրը կաղոթի, ես կբժշկվեմ, ջրով կմկրտվեմ, կվերադառնամ այստեղ։ Քույրեր եղբայրներ նրանք ապրում էին այստեղ Հայաստան գալուց իրենց հայրական տունը Քյավառում կամ վերջապես Քյավառում, եթե չեմ սխալվում, կամ Մարտունում, չգիտեմ։ Չեմ հիշի, բայց այդ կողմերն էր հաստատ։ Ամեն Կիրակի իրենք քշում գալիս էին Կոմիտաս։ Ոչ ամուսինն էր հավատացյալ, ոչ է հայրը, բայց իրեն աղջկան, իրեն կնոջը լսելով։ Եվ առաջին անգամ որ եկավ շատ անհույս էր վիճակը։
Հետո մի քանի 2-3 կիրակի հետո եկավ մի ձեռնափայտով։ Ասեց ոտքս արդեն դնում եմ։ 4-5 կիրակի հետո Տերը վկա է առանց չափազանցնելու, կարող է գրել, վերջերս կոմիտ ասում էր քուրիկը, արդեն ձեռնափայտերը շպրտել էր։ Ես իրեն իր ամուսնու ներկայությամբ ջրով մկրտեցի եւ նա քայլելով, վազելով գնաց իր երեխաների մոտ։ Օրհնյալ է Աստված։ Սա ով արեց, եթե ես ուրեմն թող բոլորին անեմ։ Չէ՞ որ սա այնքան ակնհայտ է, որ մարդ ոնց հավատում է, այդպես է լինում է, ժողովուրդ։ Եթե դու այս ամենին իսկապես լսում ես ու հավատում ես եւ այսօր ամբուշելի հիվանդություն ունես ու ասում ես, բա իմ համար հույս կա թե չէ, դու կիմանաս։ Բա տենաս ես կբժշկվեմ թե չէ, դու խոսի։ Ինչու ես մտածում, որ իմ սիրտ ավելի քո համար պիտի ցավի։ Ինչքան միամիտ են մարդիկ, որ մտածում են, որ Կարեն եղբայրը օր ու գիշեր բան ու գործուն նստած մտածում է ցավերի հիվանդությունների մասին։ Ասեմ ձեզ, դուք ֆեյք Կարեն եք շինը ձեզ համար։ Այո, ես ունեմ իմ սրտացավությունը, բայց քո ցավը այսօր կտեսնեմ, վաղը կմոռանա։ Վստահեցնում եմ քեզ։ Չեմ էլ իշի անգամ քո անունը։ Բայց դու քո ցավի մեջ ես, չէ՞ ապրում, դու մոռանալ չես կարող։ Ուրեմն ամենալավ աղոթողը քեզ համար դա դու ես։ Մեհեր ջան, միաբանվեք աղոթքին։ Եվ հիմա շատ կարևոր է, որ քո հավատքը գործի դնես։ Շատ կարևոր է։ Մենք երկու շաբաթ առաջ Էջմիածինում հայտարեցինք բժշկության օր, Տաթևի քուրս Ավստրիայից, Տերը օրհնի ձեզ։ Հերմինե քուրս երկնքից, օրհնյալներ ջան։ Եվ գիտեք, Էջմիածինում երբ որ հայտարեցինք բժշկության երեկո, այնքան շատ մարդիկ են եկել։ Հենց այդ պահին մարդիկ ուղակի գոռացին. ուսս բժշկվեց, ոտքս բժշկվեց, գլուխս երկու տղամարդ այնպես ցնցվեցին։ Մի պահ ես արդեն աղոթում եմ ու զգում եմ ինչ ասում եմ Արթուր, այնտեղ մարդը ընկել է գետին, տղամարդը։ Մյուս եղբայրը այնպես ձեռքը սխմեց, տիրոջմով ազատագրվեց, ձեռքս ջարդում էր, Աստված շարժվում էր։ Գիտեք ինչու։ Ինչու ամեն շաբաթ չի լինում, որտեղ ամեն շաբաթ չենք խոսում։ Ու ես հենց հիմա հայտարարում եմ բոլորիդ մոտ, թող մեդիան գրի, այս կիրակի օրը երկու տեղում է լինելու է բժշկության ծառայություն։ Մենք աղոթելու ենք։ Ու մենք խոսում ենք դրա մասին նախապես, որ քո հավատքը դու գործի դնես, որ դու սկսես հավատքով շարժվել Աստծո դուստր Մայրամ Գերմանիայից, Աստված օրհնի ձեզ, Միքայել ջան, կողքս դիվանի նստած, Տերը օրհնի ձեզ։ Եվ տեսեք, շատ կարևոր է, որ դու իսկապես քո հավատքը գործի դնես։ Ոնց որ հավատում ես, այդպես է լինելու է։ Եթե դու ասում ես, դե տենանք ինչ ալնելու, ասում եմ քեզ, մի փորձի Աստծուն։ Փորձի քո հարևանին, փորձի քո մեքենայի շարժիչը, խոտ կընկնի թե չէ, բայց Աստծուն մի փորձի։ Աստված կգա քո հավատքի վրա։ Նա մի ճանապարհ ունի քո սիրտ, քո կյանք։ Սա էլ կասեմ ու կաղոթեմ։ Մի ճանապարհ, Աստծո համար կա մի ճանապարհ դեպի քո կյանք գալու։ Գիտես, դա քո հավատքն է։ Սա Աստծո ճանապարհն է դեպի քո կյանք։ Սա այդ ճանապարհն է, որ Աստված գալիս է քո կյանք։ Ինչով, խնդրանքով, արցունքով, չէ, մի խաբի քեզ, միայն հավատքով։ Ուրիշ ճանապարհ չկա։ Եվ հիմա եղբայրներն էլ կմիաբանվեն այնտեղ աղոթքի, ու ես էլ կուզեմ քեզ առաջնորդեմ աղոթքի մեջ սիրելիս, ու ես խնդրում եմ քեզ, որ դու ուշադիր լինես, թե ինչ է այստեղ իսկապես կատարվելու հենց հիմա, կատարվելու է հետևյալը. Աստված գտնելու է այն սրտերին, ովքեր հավատում են։ Աստված կանգնելու է այն մարդկանց մոտ, ովքեր հավատում են։ Սեդակուրս Գյումրիից օրհնում եմ քեզ, Հարազատ ջան։ Թող Տերը օրհնի ձեզ, թող Տերը բարձրացնի։ Նվարդ քուրս օրհնում եմ քեզ, թանկ ու հարազատ հոգի։ Սիրում եմ ձեզ, Արմինե քուրս։ Ձեր ամեն էրիդակուրս, ձեր բոլոր պայքարները դրեք Տիրոջ ոտքերի մոտ։ Ձեր բոլոր տկարությունները դրեք Տիրոջ ոտքերի մոտ, Տաթևի քուրս, եւ հավատքով խոսեք, հավատքով խոսեք, հավատքով խոսեք, հավատքով խոսեք, Ալվարդ քուրս, Վարդան ջան, հավատքով խոսեք արթնություն, հավատքով խոսեք ճեղքում, հավատքով խոսեք օրհնություն աշխատանքի մեջ, հավատքով խոսեք արթնություն Հայաստանի մեջ, հավատքով խոսեք փրկություն ընտանիքի մեջ, հավատքով ապրեք, առանց հավատի մի ապրեք, հավատքով խոսեք Թերեզակուրս Զարիթափում արթնություն, որտեղ դու իրական մի պատճառ ես լինելու շատերի փրկության, որտեղ դու քո անձը խոնարեցրիր ու Աստված խոնարհներին է պիտի բարձրացնի, իսկ հպարտներին պիտի իջեցնի։ Հավատքով խոսեք իսկապես կապանքների քանդվել, դևերի, դիվահարների ազատագրում, հավատքով, մի փորձեք երբեք Տիրոջը, մի փորձեք, երբեք մի մտեք այդ դաշտ, Էմաքուրս, այլ ամեն ինչ, Ադրինե քուրս, հավատքով,
Սիգորալամա շաբարալաբապրե։ Սուրբ Հոգի Աստված, ես խնդրում եմ քո ներկայությունը։ Սուրբ Հոգի, դու այնքան շատ ու առատ ես այս վայրի մեջ, այս աղոթքի մեջ։ Խնդրում եմ Սուրբ Հոգի, այն բոլոր մարդկանց աղաղակն ու աղերսանքը դու լսիր։ Թող հավատքը գործի դնենք, Տեր, թող հավատքը գործի դնենք, Տեր։ Ես հիմա ուզում եմ իմ ամբողջ հավատքը գործի դնեմ։ Ես ուզում եմ հավատքով աղոթեմ։ Եվ ես ուզում եմ Տեր Հիսուս հավատքով ասել խոսքեր, որը կհնչի մարգարեական, որը կհնչի իրական շատ հեռու մոտ ժամանակների համար։ Ով որ հավատում է Աստծո փառքը տեսնում է։ Ով որ չի հավատում, ոչինչ չի տեսնում ու դատարկ է գնում։ Ովքեր հիմա հավատում են, թող իրենց ձեռքը դնեն իրենց անբուժելի հիվանդության վրա։ Եթե քաղցկեղը ստամոքսում է, մեջքում է, գլխում է, ոտքում է, եթե ամեն իսկապես հիվանդություններ, կանացի հիվանդություններ են, սրտի առիթմիա է, ամեն տկարություն է, ձեր ձեռքը դրեք ուղակի ձեր սրտի վրա կամ ցավացող տեղի վրա, եթե հնարավոր է, կուրություն է, խլություն է, քինդրելորը հերամա շաբարալամա պրանդրի քինդրելորը հերամա սիդրը քարամի դինդրելորը դեբեշի։ Սուրբ Հոգին թող մեր հավատքը քաջալերի։ Սուրբ Հոգին թող մեր հավատքը աճեցնի։ Գիտես, հիմա ես տեսնում եմ շատ անհավատություն շատերի մեջ։ Մարդիկ անուղակի անում են բաներ, որ ես եմ ասում, բայց չեն հավատում։ Լսեք, դա չի գործի, սա մոգություն չէ, կախարդություն չէ։ Ես ընդամենը ձեզ առաջնորդում եմ հավատքով աղոթքի մեջ։ Քո ծնկել չծնկելը, քո նստել կանգնելը չի լուծում հարցը, այլ քո հավատացող սիրտը կամ հավատում ես կամ չէ։ Ես այսքան պարտքերի, փորձանքների մեջ եմ։ Եկել են ուզում են երեխայից վնասեն, եկել են ուզում են դատեն, դատապարտեն, արդյոք մի բան կփոխվի։ Դու գիտես։ Ինչու ես ինձ հարցնում։ Ով եմ ես։ Եթե հավատում ես, կտեսնես փոփոխություն։ Եթե չես հավատում, ոչ մի բան տեղի չի ունենա։ Ովքեր հավատում են, թող իրենց ձեռքերը դնեն իրենց ցավացող տեղի վրա, եւ ես հենց հիմա աղոթում եմ, որ Սուրբ Հոգին իր ձեռքը դնի ձեր ձեռքի վրա։ Ովքեր հավատում են, հիմա պիտի ջերմությունը զգան իրենց ամբողջ մարմնի մեջ։ Թող ամեն իսկապես ճողվածները ներծծվի ու հեռանա Հիսուսի անունով։ Թող միգրեն հիվանդությունը վռնդվի, թող գլխացավերը հեռանան, թող ամեն ոտքի ցավերը, թող ամեն տրոմները հեռանան Հիսուսի անունով։ Թող հեռանա իսկապես ամեն փսորիաս հիվանդությունը Հիսուսի անունով։ 2 շաբաթ առաջ մի անձնավորություն նամակ էր ուղարկել։ Մի քրոջ միջոցով, որ փսորիաս հիվանդությունով եկել էր անպատմելի տառապանքով, հիմա մի փոքրիկ միլիգրամ, մի փոքրիկ սանտիմետր փսորիաս չունի իր մարմնի վրա։ Հիսուսը բժշկեց։ Հիսուսը կբժշկի նաև քեզ։ Հիսուսը կբժշկի նաև քեզ։ Ովքեր անպտուղ են 8, 12 եւ 16 տարի։ 8, 12 եւ 16 տարի։ Այս բոլոր անպտուղ սրտերը, մարմինները, անձիկ թող լինեն պտղաբեր Հիսուսի անունով։ Ոչ 8 տարին է խոչընդոտ, ոչ 12, ոչ 16։ Ես աղոթում եմ, որ Տիրոջ փառք իջնի ձեզ վրա։ Եվ թող այս տարվա միջև ավարտը ընդամենը մնացել է 2 ամսից է քիչ, միջև տարվա ավարտը լսեք հղիության մասին։ Ես աղոթում եմ անպտուղների համար, որ դառնան պտղաբեր։ Աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր պիտակավորվում են չբեր, թող դուք լինեք բերող, պտուղ բերող Հիսուսի անունով, եւ ոչ միայն ուղակի ծնեք, այլ առողջ զավակներ ծնեք։ Ես աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր փլուզված ու քանդված են, եւ ովքեր ունեն հիվանդություն, տկարություններ, եւ ովքեր ունեն իսկապես տասնյակ տարիների տառապանքներ, Տերը ձեր արցունքները սրբի։ Ես աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր տանուլ են տվել իրենց աշխատանքը, ովքեր այսօր կորցրել իրենց աշխատանքը, ովքեր իրենց բիզնեսն են տանուլ տվել, ովքեր այսօր պարտքերի ու վարկերի մեջ են եւ դրամը դարձել է մի հատ ճնշող, մի հատ մեծ էներգիա։ Թող Աստված ազատագրի ձեզ, թող Աստված ձեզ իմաստություն ու հմտություն տա այդ վիճակներից դուրս գալու եւ ոնց որ հիմա ինքն է ձեզ ճնշում, այդպես դուք շուռ տաք իրավիճակի եւ դուք ճնշեք։ Դրամը Աստված չէ, նա ամենակարող չէ։ Աստված միակն է, որ Աստված է ու ամենակարող է։ Նա վեր է բոլոր ռեսուրսներից, միջոցներից, վստահեք իրեն։ Հիսուսի անունով։ Թող Սուրբ Հոգին հիմա շարժվի սիրելիներ, ովքեր որ ուզում են Սուրբ Հոգով մկրտվեն, թող մկրտվեն։ Ովքեր ուզում են Սուրբ Հոգով լեցվեն, թող լեցվեն։ Ովքեր հիմա չորացած ու տկարացած են, թող զորանան։ Ովքեր հիմա իսկապես իրենց հոգևոր կյանքի մեջ անապատով են անցնում, թող գնան դեպի Քանանը։
հերիք է լճանաս, հերիք է մեղավորներ փնտրես, շատերը վերջի օրում կմոլորվեն, շատերը կընկնեն, շատերը, բայց այդ քչերից եղի դու, որ չես ընկե ու չես մոլորվե, գնա առաջ։ Սուրբ Հոգի, շնորհակալ եմ, որ դու այստեղ ես, շնորհակալ եմ, որ դու գործում ես, օրհնում եմ ձեզ, սիրելի քույրեր, եղբայրներ, եւ ես աղոթեցի ձեզ համար, աղոթեցի ձեր տկարությունների համար, ձեր իսկապես ձեռքերը դրեք ձեր օրորոցում պարկող երեխաների վրա, այն մարդիկ այսօր տեսնում եմ շատերը, որ պատրաստում են վիրահատության, ես ուզում եմ խոսք ասեմ, եթե կընդունեք հավատքով, թող Տերը ձեզ աննկատ ու անցավ վիրահատի, թող չեղարկվեն տասնյակ վիրահատություններ, թող Հիսուսը գերբնական գործի, այսօր սրտիս մեջ անդադ պտտվում է աղոթեմ ձեզ համար, աղոթում եմ նաև թմրամոլների համար, աղոթում եմ նաև արկագոլիկների համար, աղոթում եմ նաև խաղամոլների համար, աղոթում եմ անառակների համար, աղոթում եմ, որ Տերը ձեզ ձեր կախյալություններից, ծխամոլների համար, Տերը ձեր կախյալություններից ազատագրի, թող կատարյալ ազատագրում լինի, եթե դու որոշել ես թողես այդ ամենը, հենց հիմա թող, եթե դու որոշել ես թողես այդ ամենը, հենց հիմա կարող ես այդ ամենը թողնել, լսիր, սա շատ լուրջ է, Սուրբ Հոգի, մի քանի անձիկ են հենց հիմա հոգուս մեջ ոնց որ տեսնեմ, որ իսկապես թմրամոլ ու արկագոլիկ են, հարբեցողներ են, Տերը ասում է կա հնարավորություն, եթե ինձ վստահեք ես կարող եմ ձեզի ազատագրել այդ ծխախոտից, խմիչքից, այսինքն այդ հաշիշ եք ծխում, այդ թմրեցնող միջոցները կարող եք ազատագրվել, հենց հիմա, ովքեր որ հավատում են թող ձեռքները դրեն իրենց սրտին ու ասեն Տեր ազատիր մեզ այս աղտից ու կեղտից, վաղը թող լուր լինի, թող նոր օր լինի, թող նոր էջից գրվի, այս գիշերը խաղաղություն թող Տերը տա ամեն անխաղաղներին և բժշկի ամեն ջերմություն ունեցողներին, ես աղոթում եմ բոլոր հիվանդների ու տկարների համար, թող Տեր Հիսուս Քրիստոսը օրհնի ձեզ, բժշկի ձեզ ու ձեր մարմնի բջիջները ենթարկվեն Աստծուն, ով հավատում է Աստծո փառքը պիտի տեսնի, ձեր իսկապես հնարավորությունները թող գերազանցվի, և Աստծո տներ նաև շինվեն, Հայաստանում բարձրանան ու Աստծո ժողովուրդը օրհնվի Հիսուսի անունով, ամեն, Հայր ես աղոթում եմ մեր ազգի, մեր երկրի համար, ես աղոթում եմ քո ողորմության համար Տեր, ես խնդրում եմ, որ մեր ազգի մեջ այս երպառակությունները դադարի, ես աղոթում եմ Տեր Հիսուս, որ մեր երկրում հոգևոր արթնություն լինի, ես աղոթում եմ, որ մեր երկիրը բամբաշտի չլինի ու անընդհատ իրար քննադատեն, ատեն ու ատելության քարոզարշավ, ո Տեր, խնդրում եմ փրկություն, ապաշխարություն տուր բոլոր կառավարության, ազգային ժողովի պաշտոնյաներին, մարզպետերին, գյուղապետերին, ո Տեր, հիվանդանոցի բժիշկներին, դատավորներին, բանտում աշխատողներին, ողորմություն արա Տեր, անունդ փառավորվի, ամեն, թող Տերը ոսկրացավ բժշկի, ինչ որ մեկը շատ էր աղոթում հենց սրա համար, թող Տերը ոսկրացավ բժշկի, Հիսուսի անունով, վկայեք այն ինչ որ Աստված անում է սիրելներ, վկայեք այն ինչ որ Աստված ձեր կյանքում իսկապես գործում է, մի պահեք Աստծո գործերը, վկայեք ու քաջալերեք շատերին, թող չխոսող բերանը խոսի, Վարդան աղբեր, Կարինե քուր օրհնում եմ ձեզ թանկ մարդիկ, Ալիս, Գաբրիել, օրհնյալներ ջան, սիրում եմ ձեզ, քույրեր եղբայրներ, շաբաթ օրը առաջ Աստված կլինեմ Գյումրիում, առաջ Աստված, շաբաթ օրը կլինեմ Գյումրիում, ուրբաթ օրը ունենք հզոր երիտասարդական կոմիտասում, հրավիրում եմ բոլոր երիտասարդներին, Սյուզաննա քուրս Տեր օրհնի, Աղվան ջան Աստված քեզ բժշկի ու օրհնի, վաղ ունենք մեր վերջին ծառայարաշնորհ դպրոցը, բոլոր մեր ուսանողներին հրավիրում ենք, և քույրեր եղբայրներ կիրակի օրը կունենանք աղոթք Տիրոջ հպման համար, բժշկության համար, Սոֆաքուրս, որպեսզի Աստված շարժվի մեր կյանքում, եկեք հավատքով, հրավիրեք հիվանդների, տկարների, կաղերի, կույրերի, թող Աստված բժշկի, թող Աստված շարժվի, ժամանակն է, որ Հայաստանում զորավոր կերպով Աստված փառավոր կերպով գործի, ես եմ տենց հավատում, որ ժամանակն է,
Էլիզա քուրս Տերը օրհնի քեզ։ Էլիզաբեթ քուրս Տերը օրհնի քեզ։ Սիրում ենք ձեզ, օրհնում ենք ձեզ։ Առնակ աղբերս օրհնում եմ քեզ։ Քո սիրտը, քո հայրենասիրությունը թող Աստված քեզ առաջնորդի։ Բոլորիս օրհնի։ Եվ Թբիլիսիում է ծառայություն կունենանք եկող երկուշաբթի օրը։ Առնակ եղբայրս կարող եք տեղյակ պահել քույր եղբայրներին էլ, մենք էլ արդեն գովաստ կունենանք եկող երկուշաբթի օրը ժամը 6-ին կունենանք հրաշալի ծառայություն Թբիլիսիում։ Հովիվները կգնան, միգուցե ես էլ կլինեմ, էական չի, կարևորը մեծ ծառայություն կլինի։ Օրհնում եմ ձեզ, սիրում եմ ձեզ, նաև այստեղ ստեղ են, հա, համեցեք։ Կուզեմ մեր եղբայրներն էլ աղոթք վերցնեն, հրաշալի առիթ ունենք սիրելներ, ինձ համար սա մեծ նվեր էր, Փարքասո, որ Նազելի քույրս գրել էր, բայց ես չէի տեսել։ Խնդրեմ բոլորին հրավիրեք սիրելներ, նորից ուզում եմ աղոթք վերցնենք, Տերը օրհնի, թող եղբայրներս գան ու միասին ուզում եմ, եթե կարելի է դահլիճից աթոռներ կարակ բերեք, կամ կողքի սենյակից, մի քիչ շուտ։ Սիրելներ, Լորետա քուրս օրհնում եմ քեզ Միացյալ Նահանգներից, թող Աստված պահի ու պահպանի, խնդրեմ տարածեք, հիմա մեր եղբայրները Հոլանդիայից եկել են, մեզ իսկապես ծառայում են ակտիվորեն, ու ես պիտի խնդրեմ, որ իրենք աղոթք վերցնեն Հայաստանի համար, Հայաստանի փրկության համար, Հայաստանի արթնության համար, եւ թող Աստված հզոր կերպով փառավորվի։ Իրականից մեր Կարեն եղբայրը տարիներ շարունակ եղել է թմրամոլության մեջ ու կապանքների մեջ ու Աստված իրեն ազատագրել է, հրաշալի 3 որդիներ է պատճառել, օրհնել ու Աստված օրհնել նաև Արամ եղբորս, իրենց կյանքը ու իրենք միասնական ծառայում են իսկապես հրաշալի կերպով Հոլանդիայում, Բելգիայում, թող Տերը օրհնի ու ավելի փառավորվի իրենց կյանքի մեջ։ Եղբայրները հիմա աղոթք են վերցնելու ու մեզ առաջնորդելու են աղոթքի մեջ, Տերը օրհնի, Կարեն աղբեր ջան, համեցեք, մի աթոռ էլ հեսա կբերենք, խնդրեմ Կարեն աղբերս, համեցի, Արամ աղբերս համեցեք, մեր եղբայրները, կուզեմ աղոթք վերցնեն, իմ թանկերն են, իմ ընկերներն են, օրհնված ենք իրենց նվիրվածությունով, իրենց ծառայությունով, թող այն ինչ որ իսկապես այսօր խոսեցինք, մոտ ժամ 10 րոպե եթերի մեջ ենք եղբայրներ ջան, եւ հրաշալի է որ այստեղ եք ու ես կուզեմ որ այն հարյուրավոր մարդիկ ովքեր հիմա այստեղ են Instagram-ով, TikTok-ով, YouTube-ով, Facebook-ով դիտում են, կուզեմ աղոթեք Հայաստանի համար։ Այն ինչ որ Աստված ձեր սրտում կդնի ու խնդրեք որ Աստված իսկապես մեր երկրի մեջ բերի արթնություն։ Դուք էլ այստեղ եք այս 6-7 օրերը ու ձեր հայրենիքումներ եք դնում, սերմեր եք ցանում հավիտենական Աստծո խոսքի ու ձեր աղոթքով թող ջրեք հարազատներ ջան։ Կուզեմ աղոթք վերցնեք, Կարեն եղբայրս, հետո Արամ եղբայրս, Աստված օրհնի։ Հալելույա։ Փառքեզի սիրելի հայր եղբայր, Տեր իմ Աստված գոհություն քեզի քո սիրո համար, գոհություն քեզի քո ողորմության համար, Տեր իմ Աստված գոհություն քեզ քո ով լինելու համար, Տեր ես գոհանում եմ քեզանից իմ հայ ազգի համար, իմ Հայաստանի համար, շնորհակալ եմ իմ Աստված, որ դու ընտրել ես այս ազգը, Տեր իմ Աստված եւ կանչել ես քո անունով, Տեր ես գոհություն եմ հանդիպում քեզանից, Տեր ես աղոթում եմ Տեր իմ Աստված մեր ազգի համար, Տեր աղոթում եմ մեր ժողովրդի համար, Տեր իմ Աստված, Տեր աղոթում եմ մեր հայ ազգի համար, որ մեր հայ ազգի սիրտը, հայ ազգի զավակների սիրտը դարձնես դեպի քեզ, Տեր իմ Աստված, ես աղոթում եմ, մենք աղոթում ենք միաբան մեր կառավարության համար, Տեր իմ Աստված, քո խոսքն ասում է թագավորների սիրտը վտակի պես է քո ձեռքում, Տեր, որքան կամենաս այն կոն կդարձնես, Տեր մենք աղոթում ենք Տեր իմ Աստված վարչապետի համար, նախարարների համար, Տեր իմ Աստված, Տեր իմ Աստված աղոթում ենք, որ դու լցնես քո սուրբ երկյուղի հոգով իրանց, Տեր իմ Աստված, մենք աղոթում ենք, որ դու տաս իրանց իմաստություն, Տեր իմ Աստված, քո իմաստությունը, Տեր իմ Աստված, տաս իրանց համարձակություն, Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, Տեր իմ Աստված, մենք աղոթում ենք մեր երկրի սահմանների համար, Տեր իմ Աստված, մենք աղոթում ենք հորեշտակների կրակե պատնե շտող լինի մեր սահմաններում, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, Տեր իմ Աստված, մենք բարձրացնում ենք քո սուրբ անունը, Տեր Հիսուս Քրիստոս մեր ազգի համար, Տեր աղոթում ենք, որ դու օրհնես, Տեր իմ Աստված մեր ազգը, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, որ միաբանվում ենք, Տեր Հիսուս Քրիստոսի
անունով ու քանդում ենք սատանի ամեն խորհուրդները մեր ազգի վրից Հիսուս Քրիստոսի անունով գրված է ամեն զենք եւ ամեն գործիք որ ձեր դեմ պիտի չգործի Հիսուս Քրիստոսի անունով եւ գրված է իրանց սուրը իրանց փորը Տեր Հիսուս Քրիստոսի անունով մեր պատերազմը Մսի եւ Արիան հետ չի այլ հոգեվոր աշխարհի հետ Տեր Հիսուս Քրիստոսի անունով Տիրոջ անունն ենք բարձրացնում հայ ազգի վրա մեր սահմանների վրա Տեր մենք աղոթում ենք մեր զինվորների համար Տեր իմ Աստված աղոթում ենք մեր զինվորների համար որ դու պահես իրանց Տեր պահես իմ Աստված քո ողորմությամբ Տեր գորեշտակները թող ծառայեն Տեր իմ Աստված Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում Տեր Հիսուս Քրիստոսի անունով աղոթում ենք Տեր իմ Աստված որ լինի արթնություն մեր ազգի մեջ Տեր իմ Աստված աղոթում ենք որ ամեն անձամուտը դնի մի կողմ Տեր իմ Աստված ու քո երեսը Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում Տեր Տեր իմ Աստված գոհանում ենք քեզանից Տեր որ դու լսում ու պատասխանում ես Տեր Տեր իմ Աստված շնորհակալ ենք Հայր որդի եւ Սուրբ Հոգի Տեր Հիսուսի անունով Տեր Հիսուս Քրիստոսի անունով մենք աղոթեցինք Հիսուսի անունով ամեն 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 աղբերս կարող ես քաջալերել եւ աղոթ վերցնել Տերորդնի շատ լավ լսվում է համեցեք հարազատներ ջան Հալելույա, համեցեք, կարեն աղբերս դու էլ է տեղ նստի, տերորդնի հարազատներ շան։ Հալելույա, սիրելի եկնային հայր, գոհանում ենք քեզանից հայ իմ Աստված, փառք ենք տալիս քեզ Տեր։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ որ դու արել ես ու անում ես ու պիտի անես ու պատրաստվում ես անես Տեր։ Մենք օրհնում ենք մեր Հայաստան աշխարհը Տեր։ Բերում ենք քո գահիդ առաջ իմ Աստված։ Տեր աղոթում ենք որ թշնամու ոչ մի գործիք խորհուրդ չհաջողի Տեր։ Ամեն գործիք, ամեն ուզում որ դու եկել Հայաստանի դեմ չի հաջողելու, չի ստացվելու, որովհետև Տեր դու ես Հայաստանի Տերը, դու ես Հայաստանի Աստվածը, հալելույա իմ Աստված, Տիրոջ արյունը, Հիսուս Քրիստոսի թափված արյունը հռչակում ենք Տեր, ամեն սահմանների վրա, մեր երկրի վրա Տեր, ես խոսում արթնություն, ես խոսում Տիրոջ օրհնությունները, Տիրոջ խորհուրդները Հայաստանի վրա, Հիսուս Քրիստոսն ազովրեցու անունով Տեր իմ Աստված, Տեր իմ Աստված աղոթում եմ մեր սահմանների համար Տեր, շնորհակալ եմ իմ Աստված, որ Տեր դու քո երեսը չես ծածկել, քո աշկերը չես ծածկել Հայաստանի վրայից, Հայաստանը հույս ունի, ու այդ հույսի անունը Հիսուս Քրիստոս է, հալելույա իմ Աստված, Տեր շնորհակալ ենք Տեր, գոհանում ենք Տեր իմ Աստված, ու ամեն փառքը, ամեն պատիվը, ամեն մեծարանքը Տեր, հայտնում ենք քեզ Տեր ջան, որովհետև դու ես Տեր, միակ Աստվածը Տեր, շնորհակալ ենք իմ Աստված, Հիսուսի անունով Տեր, հալելույա։ Այր, շնորհակալ եմ եղբայրներով ձեռքի ենք բռնում եւ աղոթում ենք իսկապես մեր ազգի մեջ հայրերի համար, որտեղ այստեղ 3 էլ հայրեր ենք եւ իրականից Տեր խնդրում ենք, որ հայրերը ապաշխարեն եւ իրական հայրություն անեն շատերին ու շատ որբերի ու անտունների։ Ո Տեր մեր երկիրը իսկապես ունի կարիք, որ հայրեր, տղամարդիկ դարձի գան։ Շատ ավելի մեծամասնություն են այսօր կանայք, մայրեր, աղջիկներ, քույրեր, բայց Տեր փոխիր իրավիճակ եւ այս COVID-ից հետո ես տեսնում եմ Աստված իմ բարի ու չեմ կարող ուրանալ Տեր, ճշմարտությունը պիտի խոսեմ, հարյուրներ ու հարյուրներ տղամարդիկ գալիս են դեպի քեզ։ Տեր Հիսուս մեր ազգ ունեցել է այս իսկապես միտքը սատանայից խաբված, որ ամոթ է, շատ տղամարդիկ դարձի չեն եկել, բայց ես Տեր Հիսուս աղոթում եմ, որ քանդվի այս դժոխային ամոթը եւ տղամարդիկ իսկապես իրենց տղամարդկությունը ցույց տան Աստծո հանդեպ հավատք ունենալով ու իրենց տղամարդկությունը ցույց տան Աստծո առաջ ծնկի գալով, որ այդ ծնկերը երբեք չծռվեն խմիչքի, ծխախոտի, անառակության եւ թմրամոլության առաջ, որտեւ եթե ծունկը ծռվեց Հիսուսի առաջ, այդ ծնկերը ապահովագրված են, այլևս ոչինչի ու ոչ մեկի առաջ չխոնարհվելու։ Տեր ես աղոթում եմ, որ իրապես 2025 թվի ավարտ այս 2 ամսվա մեջ 100 հարյուրավոր, հազարավոր տղամարդիկ ապաշխարեն, այդ թվում պաշտոնյաներ, բժիշկներ, հասարակ իմ նման բանվորներ եւ ամեն տեսակ մարդիկ ամեն ոլորտից, որպեսզի Տեր քո եկեղեցում տղամարդիկ մեծամասնություն կազմեն, որպես ընտանիքի գլուխներ, որ իրենց ամբողջ ընտանիքը առաջնորդեն փրկությանը մեջ։ Օրհնում եմ ձեզ սիրելի տղամարդիկ ու ասում եմ մի քաշվեք, մի վախեցեք, մի ամաչեք ձեր կյանքը տալու Հիսուսին։ Սատանան խաբել է ձեզ ինչպես խաբել էր ինձ տարիներ առաջ եւ մենք գնում ենք կործանման, բայց Հիսուս մեր աչքերը լուսավորեց ու թող լուսավորի ամեն տղամարդու աչքերը։ Սիրելի քույրեր, այս ամեն աղոթքը ցույց տվեք ձեր տղամարդկանց, ձեր ամուսիններին, ձեր զավակներին, ձեր հայրերին ու ասում ենք տղամարդու համար պարծանք է Աստծուն ճանաչելը։ Ադամը տղամարդ էր, առաջին մարդն էր տղամարդ, ու նա ճանաչում էր Աստծուն եւ հենց դրանով էր ճիշտ մարդ։ Աստծուն ճանաչող մարդը ճիշտ մարդ է։ Օրհնյալ է Աստված
եւ օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ այսօր այստեղ է ու ներկա է ու խոսում է իր ծառաների բերանով։ Ամեն։ 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 Հալելույա։ Շնորհակալ եմ եղբայրներս, օրհնում եմ ձեզ։ Իրականից օրհնություն է նման եղբայրների հետ ծառայելը, եղբայրներս անշահախնդիր, անձնուրաց ծառայեցին ու նաև այսպես ինձ կպել համոզում են, ասում են վաղն էլ պիտի ծառայենք, անպայման վաղն էլ կծառայենք, Տեր օրհնի, գիտեմ որ ուրիշ պլաններ ունեք, բայց սաղ ջրեք վերջապես Տիրոջն ենք ծառայելու ու հնարավոր է սիրելներ վաղը ժամը չգիտեմ 5-ից 6-ից շատ հնարավոր է եղբայրների հետ կամ մեկ ուրիշ երիտասարդներով հնարավոր է հյուսիսային պողոտայում ուղակի բաց քարոզչություն լինի, ավետարանչություն լինի, աղոթք լինի ամեն տկարների համար, ամեն իսկապես հիվանդների համար ու ամեն կարիքավորների համար, այնպես որ թող Աստված շարժվի, թող Աստված գործի։ Եվ եղբայրներս ծառայում են Բելգիայում, Հոլանդիայում, եւ եթե հասցեներ ձեզ պետք կլինի անպայման գրեք մեզ կտրամադրենք սիրելներ, եւ ես իրենց մոտ եղել եմ, Կարեն Բաղդասարով իմ ընկերը, որպես եկեղեցու նաև առաջնորդ, եղբայրներն է որպես հովիվներ, իրականից ձեր բռնած առաջ են գնում իրենց ընտանիքներով։ Եվ ես օրհնված եմ եղել ամեն անգամ այդ եկեղեցում լինելով։ Այդ եկեղեցին, այսպես ասեմ, շատ մեծ արթնություն այսօրում չի ապրում, բայց ունի ներքին արթնություն եւ թող նաև լինի արտաքին արթնություն։ Ճիշտ եմ ասում եղբայրներ ջան, որ շատ հայախոսներ ու ոչ միայն, նաև, չգիտեմ, բելգիացիներ, հոլանդացիներ, տարբեր ազգեր, որտեղ Եվրոպան բաց է բոլորի համար, Տեր օրհնի Արսեն ախպերս էլ կգա այնտեղ կերքի։ Արսեն ախպերը բոլոր տեղերը գնում է, Փառք Աստծո։ Ուղղակի ուզեցի ողջունեմ հարազատ ախպորս։ Այնպես որ թող Տերը արթնություն բերի հատկապես հայերի մեջ, հայախոս տեղերում, աշխարհի բոլոր ծայրերում էլ Հիսուսի անունով։ Մարանաթա, Հիսուս կվերադառնա շուտով։ Նաև չմոռանաք, որ այս եկեղեցին նաև իսկապես ունի մեծ տեսիլք նպատակ շուտով մեծ եկեղեցաշենքի շինարարության այդ ծրագրի մեջ ներքաշվելու եւ այսօր հողի պարտն ենք մարում, եթե կուզես դու կարող ես մարես Աստված օրհնի քեզ եւ դրա համար քեզ չէ, բայց Աստծուն շնորհակալ պիտի լինենք, որտեղ բոլորի սիրտը շարժողը Աստված է։ Եթե ես քո վրա ազդեմ, մարդկայիններ ու մարմնավորեր, եթե Տերը ինձ ու քեզ խոսի, ուրեմն այդ ամենը Աստծուց էր ու դեպի Աստված թող լինի։ Թող նաև կարողանանք մեր ընծաներով Տիրոջը ծառայենք։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ, խաղաղ գիշեր բոլորիս։ Տեր օրհնի։